Նաս մեկ անգամ արթնանում է հսկայական, բայց սիրուց զուրկ տանը։ Նրա բացակայությունն այլս չի զարմացնում, պարզապես լուր ցավեցնում է։ Բայց այդ առավոտ նա որոշում է դուրս գալ, առանց ուղղության, առանց նպատակի, միայն օդի ծարավով։ Եվ հենց այդ պարզ քայլով կյանքը սկսում է նրան ցույց տալ նոր ճանապարհ։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելի մարդկանց հետ։ Հիշեք ասել, թե որտեղից եք դիտում։ Անահիտն այդ հինգշաբթի առավոտ արթնացավ այնպես, ինչպես միշտ, մենակ։ Հսկայական մահճակալի աջ կողմը կատարելապես հարդարված էր, կարծես այնտեղ ոչ ոք չէր քնել։ Եվ իրոք, ոչ ոք չէր քնել։ Արմենը կրկին գիշերն անցկացրել էր գրասենյակում, խորասուզված շինարարական ընկերության նախագծերի մեջ, գիշերվա կեսին պատասխանելով նամակներին, կնքելով $1 միլիոնանոց պայմանագիր, որը նշվելու էր միայն իր գործընկերների ու ներդրողների հետ։ Երբեք իր։ Նա դանդաղ վեր կացավ, բոբիկ ոտքերը դիպան Վահագնի թաղամասի այդ առանձնատան գլխավոր ննջասենյակի սառը մարմարին։ Մոտեցավ պատուհանին ու բացեց բեժ վուշե վարագույրները։ Տեսարանը շունչ կտրող էր, անթերի այգի, լողավազան, անվերջության եզրով, լաքապատ փայտե տախտակամած։ Ամեն ինչ կատարյալ էր։ Ամեն ինչ դատարկ էր։ Անահիտը 36 տարեկան էր, ավարտել էր Երանի ճարտարապետության շինարարության պետական համալսարանը, մասնագիտացել ինտերիերի դիզայնի մեջ, որը երբեք մասնագիտորեն չէր կիրառել։ Երբ 12 տարի առաջ ամուսնացել էր Արմենի հետ, նա խոստացել էր, որ Անահիտը կարող է աշխատել, երբ ցանկանա, որ կաջակցի նրան ամեն ինչում։ Սկզբում այդպես էլ կար։ Նա ներկա էր լինում համալսարանում նրա նախագծերի ներկայացումներին, գովում յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր գաղափար։ Ասում էր, որ նա անսահման տաղանդ ունի, որ աշխարհը պետք է ճանաչի նրա աշխատանքը։ Բայց տարիներն անցնում էին, Պետրոսյան գործընկերներ շինարարական ընկերությունը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Արմենը դարձավ Երանում բարձրակարգ կառույցների շուկայի առաջատարներից մեկը։ Մրցանակներ, հարցազրույցներ, կորպորատիվ ընթրիքներ։ Իսկ Անահիտը մնում էր հետին պլանում, որպես հյուրասենյակի թանկարժեք գեղեցիկ դրված դեկոր։ Գեղեցիկ, նայելու համար, բայց առանց իրական գործառույթի։ Նա իջավ մարմարե աստիճաններով, բռնած փայլեցված մետաղական բազրիքից, որն ինքն էր ընտրել, երբ նախագծում էին տունը։ Այդ առանձնատան յուրաքանչյուր մանրուք կրում էր նրա դրոշմը, նրա ճաշակը, նրա էությունը։ Կարծես ապրում էր մի արվեստի գործի մեջ, որով այլս ոչ ոք չէր հիանում։ Տնային աշխատողը, տիկին Սեդան, արդեն խոհանոցում էր, նախաճաշ պատրաստելիս։ Ժպտաց, տեսնելով Անահիտին, բայց անմիջապես նկատեց այն հեռու թափառող հայացքը, որը սովորական էր դարձել վերջին ամիսներին։ Բարի լույս, տիկին Անահիտ։ Պարոն Արմենը քիչ առաջ զանգեց, խնդրեց տեղյակ պահել, որ այսօր ճաշին տուն չի գա։ Կենտրոնում նոր շենքի ներդրողների հետ հանդիպում ունի։ Անահիտը պարզապես գլխով արեց։ Իհարկե։ Եվս մեկ հանդիպում։ Եվս մեկ մենակ ճաշ։ Նա մի բաժակ սուրճ վերցրեց ու գնաց դեպի հետի պատշգամբ։ Հոկտեմբերյան արը վար շողում էր այգում, լուսավորելով ծաղիկները, որոնք այգեպանը խնամում էր շաբաթը 2 անգամ։ Վարդեր, հասմիկներ, նարդոս։ Ամեն ինչ ծաղկած էր, ամեն ինչ բուրում էր։ Ամեն ինչ միայնակ էր։ Նա մտածեց, թե ինչպես էր հասել այս կետին։ Արմենին հանդիպել էր ընդհանուր ընկերոջ ավարտական երեկույթին։ Նա 28 տարեկան էր, նոր ավարտած շինարար ինժեների բաժինը, լի երազանքներով ու հավակնոտ ծրագրերով։ Ինքը 24 տարեկան էր, ավարտում էր ճարտարապետության ֆակուլտետը, աչքերը փայլում էին էկոլոգիապես մաքուր տների ու հարմարավետ տարածքների նախագծերից։ Ամբողջ գիշեր խոսել էին։ Նա խոսում էր երկնքին հասնող շենքեր կառուցելու մասին։ Ինքը սրտերը ջերմացնող օջախներ ստեղծելու։ Նրանք լրացնում էին միմյանց։ Նրանք կատարյալ էին։ Սիրավեպը բուռն էր, կրքոտ։ Արմենը նրան տանում էր ռոմանտիկ ընթրիքների, անակնկալ գրություններ էր թողնում պայուսակում, հանգստյան օրերին ուղղորություններ էր կազմակերպում դեպի Սան։ Նա ստիպում էր իրեն ծիծաղել, զգալ յուրահատուկ։ Երբ նա ամուսնության առաջարկ արեց Սանի ափին գտնվող մի ռեստորանում, Անահիտը չվարանեց։ Ասաց այո աչքերում արցունքներ, իսկ սիրտը լի վստահությամբ։ Ամուսնության առաջին տարիները լավն էին։ Տունը միասին կառուցեցին, ընտրեցին յուրաքանչյուր կահույք, յուրաքանչյուր նկար, յուրաքանչյուր լուսամփոփ։
Արմենը դեռ երբեմն շուտ էր տուն գալիս, միասին ընթրում էին խոսելով օրվա մասին։ Նա հարցնում էր այն նախագծերի մասին, որոնք Անահիտը մշակում էր որպես ֆրիլանսեր, գովում էր նրա գաղափարները։ Հաճախ սիրով էին զբաղվում, արձակուրդներին ճամփորդում էին, ծիծաղում մանրուքների վրա։ Նրանք հոգեհարազատ էին։ Բայց հետո ընկերությունը սկսեց իսկապես թափ հավաքել։ Մի մեծ նախագիծ կենտրոնում։ Մեկ ուրիշը, հյուսիսային պողոտայի տարածքում։ Օտարերկրյա ներդրողներ։ Ընդլայնում դեպի այլ քաղաքներ։ Արմենը սկսեց տնից դուրս գալ առավոտյան 6-ին վերադառնալ կեսգիշերից հետո։ Հանգստյան օրերը լցված էին հաշվետվություններով ու տեսազանգերով։ Արձակուրդները հետաձգվեցին, հետո չեղարկվեցին, հետո ընդհանրապես մոռացվեցին։ Անահիտը փորձեց հարմարվել։ Հատուկ ընթրիքներ էր պատրաստում, որոնք սառչում էին սեղանին։ Սիրառատ գրություններ էր թողնում, որոնք շտապով էին կարդացվում, եթե ընդհանրապես կարդացվում էին։ Օրվա ընթացքում հաղորդագրություններ էր ուղարկում, որոնք ժամերով անպատասխան էին մնում։ Առաջարկում էր զբոսանքներ, կինո, մի պարզ սուրճ անկյունի սրճարանում։ Բայց Արմենը միշտ հանդիպում ուներ, հաճախորդ, հրատապ գործ։ Նա քիչ-քիչ մարում էր։ Դադարեց նախագծեր մշակել։ Դադարեց նույն խնամքով հարդարվել։ Դադարեց սպասել։ Սկսեց ապրել մի տեսակ ավտոմատ ռեժիմով, արթնանալ, մենակ սուրճ խմել, օրը լցնել դատարկ գործերով, մենակ ընթրել, մենակ քնել։ Հսկայական տանը արձագանքում էին նրա քայլերը, ուժեղացնում նրա լռությունը։ Այդ հինգշաբթի առավոտ նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Դա դրամատիկ պայթյուն չէր։ Ավելի շուտ նման էր մի պարանի վերջին թելի, որը լուռ կտրվում է ամիսներ շարունակ չափազանց մեծ ծանրություն կրելուց հետո։ Նա վերջացրեց սուրճը, բարձրացավ ննջասենյակ, երկար լոգանք ընդունեց, հարդարվեց ավելի խնամքով, քան վաղուց չէր արել։ Հագավ իրեն սազող ջինսետաբատ, փիրուզագույն բլուզ, որը Արմենի խոսքով համապատասխանում էր իր աչքերին, շագանակագույն մազերն արձակ թողեց ուսերին։ Թեթ շրթներ քսեց, վերցրեց պայուսակն ու մեքենայի բանալիները։ Տիկին Սեդան տեսավ նրա դուրս գալն ու զարմացավ։ Ո՞ր եք գնում, տիկին Անահիտ։ Մի քիչ զբոսնելու, պարզապես պատասխանեց նա։ Եվ դուրս եկավ։ Անահիտը Երանի փողոցներով մեքենան վարում էր առանց նպատակի։ Անցավ Միասնիկյանի պողոտայով, մտավ անծանոթ փողոցներ, թույլ տվեց, որ երթեկության հոսքը տանի իրեն։ Նա փնտրում էր մի բան, որն ինքն էլ չգիտեր, թե ինչը։ Թթվածին։ Տարածք։ Կյանք։ Ի վերջո կայանեց Սարյան փողոցի հանգիստ հատվածներից մեկում, լի ծառերով ու հմայիչ խանութներով։ Քայլեց մայթով, նայելով ցուցափեղկերին, բայց իրականում ոչինչ չտեսնելով։ Մինչ որ տեսավ մի համեստ ցուցանակ, թթենու տաք սրճարան։ Ճակատամասը հյուրընկալ էր, կախովի բույսերով մայթին դրված փայտե սեղաններով։ Այդ վայրում ինչ-որ բան նրան ներս քաշեց։ Ներսի միջավայրը հարմարավետ էր։ Աղյուսե պատեր, գրքերով դարակներ, պղնձե կախովի լուսամփոփներ, թարմ սուրճի բույրը, խառնված տնական հացի բույրին։ Այնտեղ քիչ մարդ կար։ Անահիտն ընտրեց պատուհանի մոտ մի սեղան, որտեղից կարող էր դիտել փողոցը։ Մի համակրելի աղջիկ մոտեցավ պատվերն ընդունելու։ Մի կապուչինո շոկոլադե կրուասան, խնդրում եմ։ Մինչ սպասում էր, Անահիտը հանեց հեռախոսն ու ստուգեց հաղորդագրությունները։ Արմենից ոչինչ չկար։ Ակնհայտ էր։ Նա դրեց հեռախոսը, պարզապես նայում էր պատուհանից դուրս, դիտելով կյանքը, որը տեղի էր ունենում այնտեղ։ Շտապող անցորդներ, ձեռք ձեռքի բռնած տարեց զույգ, մանկասայլակով մի մայր։ Կապուչինոն բերեցին փրփուրի վրա սրտի նկարով։ Այնքան պարզ, բայց այնքան գեղեցիկ։ Անահիտը զգաց, թե ինչպես մի տարօրինակ հուզմունք բարձրացավ կոկորդով։ Երբ էր վերջին անգամ ինչ-որ մեկը մի գեղեցիկ բան արել իր համար, թեկուզ դա լիներ ընդամենը մի նկար կաթի փրփուրի վրա։ Նա այնտեղ մնաց գրեթե 2 ժամ։ Եվս մեկ սուրճ պատվիրեց, թերթեց մոտակա դարակում դրված ամսագիրը, պարզապես գոյություն ունեցավ, առանց շտապելու, առանց պարտականությունների, առանց իր ներկայությամբ որևէ մեկին խանգարելու զգացողության։ Ոչ ոք նրանից ոչինչ չէր պահանջում, ոչ ոք նրանից ոչինչ չէր սպասում։ Եվ դա միաժամանակ ազատագրող էր, ցավոտ։ Երբ վերջապես վեր կացավ գնալու, զգաց, որ իր մեջ ինչ-որ բան փոխվել է։ Լույսի մի ճեղք էր մտել վաղուց մթության մեջ գտնվող սենյակ։
Հաջորդ օրերին Անահիտը վերադարձավ թթենու տակ սրճարան։ Ուրբաթ, շաբաթ առավոտյան, երկուշաբթի։ Միշտ նույն ժամին, առավոտյան 10-ից 11-ի սահմաններում։ Միշտ նույն սեղանի մոտ, պատուհանի մոտ։ Այդ վայրը դարձավ ապաստան, մի փոքրիկ տարածք, որտեղ նա կարող էր լինել պարզապես Անահիտ, ոչ թե անտեսված կին, ոչ թե դատարկ առանձնատան տիրուհի, ոչ թե մոռացված կին։ Հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրը նա սրճարանում քաղաքային լանդշաֆտի մասին գիրք էր կարդում, երբ նկատեց, որ կողքի սեղանին մի տղամարդ նստեց։ Նա նույնպես մենակ էր, բաց նոութբուքով էսպրեսսոյի բաժակով։ Թեթակի ճերմակած շագանակագույն մազեր, կոստյում, առանց փողկապի, հանգիստ կեցվածք։ Նա կարճ նայեց Անահիտին թեթակի ժպտաց, նախքան իր ուշադրությունը կրկին կենտրոնացնելը էկրանին։ Անահիտը մեծ ուշադրություն չդարձրեց։ Շարունակեց կարդալ։ Բայց հաջորդ օրերին նա կրկին այնտեղ էր։ Եվ կրկին։ Միշտ նույն ժամին, միշտ նոութբուքով, միշտ քաղաքավարի ու զուսպ։ Հինգշաբթի օրը, երբ Անահիտը մի կտոր կիտրոնով տորտ պատվիրեց, նա մեկնաբանեց, առանց ուղիղ նայելու. «Այստեղի տորթը հիանալի է։ Խորհուրդ եմ տալիս»։ Նա թեթակի ժպտաց։ «Շնորհակալություն խորհրդի համար։ Ընդամենը այսքանը»։ Բայց դա սկիզբ էր։ Հաջորդ շաբաթ շփումները բնականոն կերպով ավելացան։ Մի բարի լույս։ Մի մեկնաբանություն եղանակի մասին։ Մի դիտարկում այն գրքի մասին, որը նա կարդում էր։ Կարճ, քաղաքավարի խոսակցություններ, առանց միմյանց տարածք ներխուժելու։ Անահիտն իմացավ, որ նրա անունը Դավիթ է, 42 տարեկան է, շինարարության մեջ կայուն լուծումների վրա կենտրոնացած տեխնոլոգիական ստարտափի համահիմնադիր։ Առավոտյան մի քանի ժամ հեռավար էր աշխատում, սիրում էր այդ սրճարանը հանգիստ մթնոլորտի համար։ Դավիթն իր հերթին իմացավ, որ նա մասնագիտությամբ ճարտարապետ է, թե այդ պահին չէր աշխատում։ Նա անկեղծորեն հետաքրքրվեց թեմայով, խելացի հարցեր տվեց կայուն ճարտարապետության, ինտերիերի դիզայնի մարտահրավերների, շուկայի միտումների մասին։ Եվ նա լսում էր։ Իսկապես լսում էր։ Պահպանում էր տեսողական կապը, լրացուցիչ հարցեր էր տալիս, անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում նրա ասածների նկատմամբ։ Անահիտը չնկատեց, թե երբ դա դադարեց լինել պարզապես պատահական խոսակցություն սրճարանում, անծանոթների միջ վերածվեց ավելիի։ Չկար որոշակի պահ, գիտակցաբար հատված գիծ։ Դա աստիճանական էր, նուրբ, ինչպես ջուրը, որը կաթիլ-կաթիլ լցնում է բաժակը, մինչ այն հորթի։ Նրանք սկսեցին հեռախոսահամարներ փոխանակել, սրճարանում հանդիպման ժամերը համաձայնեցնելու համար։ Հետո սկսեցին հաղորդագրություններով խոսել պատահական թեմաներից։ Մի հետաքրքիր հոդված բիոֆիլիկ ճարտարապետության մասին։ Գրքի խորհուրդ։ Մի կատակ երանի քաոսային երթեկության մասին։ Թեթ, հաճելի խոսակցություններ, որոնք ստիպում էին Անահիտին ժպտալ, նայելով հեռախոսի էկրանին։ Եվ հենց այդ ժամանակ նա հասկացավ, որ սպասում է այդ հաղորդագրություններին։ Որ ավելի հաճախ է ստուգում հեռախոսը։ Որ խնամքով է հարթարվում այն առավոտներին, երբ գնում է սրճարան։ Որ զգում է մի ոգորություն, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Մինույն ժամանակ, տանը կյանքը շարունակվում էր ճիշտ նույն կերպ։ Արմենն ավելի բացակա էր, քան երբևէ։ Հյուսիսային պողոտայում նոր շքեղ շենքի նախագիծը խլում էր նրա ողջ ժամանակն ու էներգիան։ Նա ուշ էր գալիս, շուտ էր գնում, հանգստյան օրերն անցկացնում էր գրասենյակում։ Երբ նույն տարածքում էին լինում, հազիվ էին հայացքներ փոխանակում։ Նա, հեռախոսի մեջ, նամակներին պատասխանելիս։ Ինքը, իր սովորական մենության մեջ։ Անահիտը փորձեց խոսել։ Մի երեկո, երբ նա ավելի շուտ եկավ, ժամը 10-ի կողմերը, Անահիտը հատուկ ընթրիք պատրաստեց։ Սեղանը գցեց վուշե սփռոցով, մոմեր վառեց, պատրաստեց նրա սիրելի ուտեստը, սնկով ռիզոտտո, փափկամսով մադերա սոուսով։ Երբ Արմենը ներս մտավ, հազիվ նայեց գեղեցիկ գցված սեղանին։ Ողջույն։ Կներես, սիրելիս, բայց արդեն գրասենյակում սենդվիչ եմ կերել։ Դեռ մի քանի պայմանագիր պետք է ստուգեմ։ Նա ուղիղ բարձրացավ երկրորդ հարկի իր աշխատասենյակ։ Անահիտը մնաց կանգնած, նայելով գեղեցիկ սեղանին, սառչող ուտեստին, մենակ վառվող մոմերին։ Եվ չլացեց։ Որովհետև արցունքները վաղուց ցամաքել էին։ Հաջորդ առավոտ նա կրկին սրճարանում էր։ Դավիթը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։
Լավ ես, հարցրեց նա անկեղծ անհանգստությամբ։ Անահիտը վարանեց։ Հետո առաջին անգամ մի փոքր բացվեց։ Պատմեց անտեսված ընթրիքի մասին։ Անտեսանելի լինելու զգացողության մասին։ Մի գեղեցիկ տանը ապրելու մասին, որը դամբարանի էր նման։ Դավիթը լուր լսում էր, առանց ընդհատելու, առանց դատելու, առանց հեշտ լուծումներ առաջարկելու։ Պարզապես լսում էր։ Եվ երբ նա վերջացրեց, պարզապես ասաց. «Ցավում եմ։ Դու դրան արժանի չես»։ Այդ պարզ խոսքերը հուզեցին Անահիտին այնպես, ինչպես չէր սպասում։ Ինչ-որ մեկը տեսնում էր իր ցավը։ Ինչ-որ մեկը հաստատում էր իր զգացմունքները։ Ինչ-որ մեկը հոգ էր տանում։ Խոսակցություններն ավելի խորացան։ Նրանք խոսեցին լքված երազանքների, չարդարացված սպասումների, այն մասին, թե ինչպես է կյանքը երբեմն մեզ դնում այնպիսի վայրերում, որոնք չենք պլանավորել։ Դավիթը պատմեց, որ 3 տարի է ամուսնալուծված է, 10 տարվա ամուսնությունից հետո, որն ավարտվել էր բարեկամաբար, բայց ցավոտ։ Նա հասկանում էր սառչող հարաբերությունները, առօրյայի ծանրությունը, մեծահասակների կյանքի քաոսի մեջ կապը պահպանելու դժվարությունը։ Անահիտը նկատեց, որ պատմում է բաներ, որոնք ոչ ոքի չէր պատմում։ Թե ինչպես լքեց իր ճարտարապետական նախագծերը։ Թե ինչպես իրեն մեղավոր էր զգում այն հարմարավետ կյանքի համար, որն ուներ, երախտապարտ չլինելու համար։ Թե ինչպես երբեմն նայում էր իր արտացոլանքին հայելու մեջ, այլս չէր ճանաչում, թե ով է այնտեղ։ Դավիթը քաջալերում էր նրան։ Ասում էր, որ ուշ չէ նորից սկսելու համար։ Որ նա տաղանդ կրթություն ունի։ Որ կարող է վերադառնալ շուկա, բացել իր սեփական գրասենյակը, ընդունել ֆրիլանս նախագծեր։ Նա նույնիսկ նշեց, որ իր ստարտափը փնտրում է կայուն ճարտարապետության խորհրդատուի որոշ նախագծերի համար։ Անահիտը զգաց մի ոգորության կայծ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Սրճարանում հանդիպումները դարձան նրա առօրյայի կարևոր մասը։ Դրանք օրվա միակ մասն էին, երբ նա իրեն կենդանի, տեսանելի, գնահատված էր զգում։ Եվ այո, նա գիտեր, որ դա վտանգավոր է։ Գիտեր, որ ուժեղ զգացմունքային կապ է ստեղծում մեկ այլ տղամարդու հետ, մինչ իր ամուսնությունը փլուզվում էր։ Բայց չէր կարողանում դադարեցնել։ Կամ չէր ուզում։ Դավիթը երբեք ֆիզիկական սահմաններ չէր հատել։ Երբեք չէր փորձել նրան անպատշաճ կերպով դիպչել, երբեք բացահայտ ակնարկներ չէր արել։ Բայց նրանց միջ աճող զգացմունքային մտերմությունը ինչ-որ առումով ավելի ուժեղ էր, քան ցանկացած ֆիզիկական շփում։ Նրանք իսկապես ճանաչում էին միմյանց։ Գիտեին միմյանց վախերի, երազանքների, վերքերի մասին։ Եվ դա ստեղծում էր մի կապ, որը Անահիտը տարիներ շարունակ այլս չուներ Արմենի հետ։ Մի օր, այս նոր ռիթմով շաբաթներ անց, Անահիտը վերադարձավ տուն, գտավ Արմենին հյուրասենյակում, ինչը հազվադեպ էր պատահում։ Նա հեռախոսով էր, ինչպես միշտ, բայց ձեռքով արեց նրան։ Երբ անջատեց, անփութորեն հարցրեց. «Որտեղ ես անցկացնում առավոտներդ»։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ «Դուրս եմ գալիս սուրճ խմելու, զբոսնելու։ Պետք է մի քիչ տնից դուրս գամ»։ Արմենը պարզապես գլխով արեց, արդեն կրկին վերցնելով հեռախոսը։ Հասկանալի է։ Ի դեպ, հաջորդ շաբաթ Գյումրի եմ գնում։ Ներդրողների հետ հանդիպում։ Մի 3 օր կմնամ։ Լավ, պատասխանեց Անահիտը։ Եվ դա ճիշտ էր։ Նրան այլս չէին հետաքրքրում նրա գործուղումները։ Այդ գիշեր, պառկած հսկայական ու դատարկ մահճակալին, Անահիտը վերցրեց հեռախոսը, տեսավ Դավիթից հաղորդագրություն։ Դա հղում էր թերապտիկ տարածքների ճարտարապետության մասին հոդվածի։ Մտածեցի, քեզ դուր կգա, գրված էր հաղորդագրության մեջ։ Անահիտը ժպտաց։ Շնորհակալություն։ Հիմա կկարդամ։ Նրանք հաղորդագրություններով խոսեցին մինչ ուշ գիշեր։ Ճարտարապետության, երաժշտության, գրքերի, կյանքի մասին։ Եվ Անահիտը հասկացավ, որ մթության մեջ մենակ ժպտում է, սիրտը ավելի թեթ, քան տարիներ շարունակ եղել էր։ Եվ այնտեղ, այդ լուր գիտակցության պահին, նա իմացավ, որ հատել է անտեսանելի գիծը։ Չկային համբույրներ, չկային հպումներ, չկար դավաճանություն բառի ֆիզիկական իմաստով։ Բայց նրա սիրտն այլս ամբողջությամբ չէր պատկանում այն մարդուն, ում հետ կիսում էր այդ տունը։ Եվ դա նրան միաժամանակ վախեցնում էր, թեթացնում։ Հաջորդ օրերին Անահիտի Դավիթի միջ հաղորդագրությունները ինտենսիվացան։ Կանոնավոր, բարի լույսը էր։
Հարցեր, թե ինչպես է անցնում օրը։ Պատահական մտքերի փոխանակում։ Մի մտերմություն, որը կառուցվում էր բառ առ բառ, հաղորդագրություն առ հաղորդագրություն։ Դավիթը սկսեց լուսանկարներ ուղարկել այն վայրերից, որտեղ լինում էր մի այգի, որն այցելել էր, գրասենյակի պատուհանից տեսած մայրամուտ, մի նոր գիրք, որը գնել էր։ Անահիտը պատասխանում էր տան, այգու լուսանկարներով, սրճարանում անձեռոցիկի վրա արված մի նկարով։ Կյանքի փոքրիկ կտորներ, որոնք կիսում էին։ Եվ Արմենը ոչինչ չէր տեսնում։ Նա այնքան խորասուզված էր իր կորպորատիվ աշխարհում, որ չէր նկատում, որ իր կինը զգացմունքային կապի մեջ է մեկ այլ տղամարդու հետ։ Չէր նկատում, որ նա հաճախ ժպտում է հեռախոսին։ Չէր նկատում, որ նա ավելի շատ է հարթարվում։ Չէր նկատում, որ նա կրկին կենդանի է։ Մինչ որ մի կիրակի կեսօրին անխուսափելին տեղի ունեցավ։ Անահիտն այգում էր, կարդում էր, երբ Արմենը հայտնվեց, փնտրելով իր հեռախոսի լիցքավորիչը։ Առանց հարցնելու վերցրեց Անահիտինը, միացրեց իր սարքին։ Եվ հենց այդ պահին տեսավ, որ էկրանը լուսավորվեց նոր հաղորդագրությամբ։ Դավիթ անունը երում էր այնտեղ։ Եվ ներքում հաղորդագրության նախատիտումը։ Քո մասին էի մտածում։ Արմենը կանգնեց, նայելով այդ էկրանին։ Աշխարհը կարծես դանդաղեց։ Նա վերցրեց Անահիտի հեռախոսը, որը դրված էր սուրճի սեղանին, բացեց հաղորդագրությունները։ Կարդաց ամեն ինչ։ Օրերի ու օրերի խոսակցություններ։ Կիսված մտերմություն։ Հոգեհարազատություն։ Սեր։ Ուշադրություն։ Այն ամենը, ինչ ինքն այլս չէր տալիս։ Երբ Անահիտը րոպեներ անց ներս մտավ, գտավ Արմենին բազմոցին նստած, իր հեռախոսը ձեռքերում, դեմքը գունատ։ Ո՞վ է Դավիթը, նրա ձայնը դուրս եկավ ցածր, զուսպ, բայց լցված ինչ-որ վտանգավոր բանով։ Անահիտը զգաց, թե ինչպես գետինը փախավ ոտքերի տակից։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա այդ պահին հասկացավ, որ ամեն ինչ փլուզվելու է։ Պատմեք, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Հյուրասենյակում տիրող լռությունը խիտ էր, գրեթե շոշափելի։ Արմենը շարունակում էր նստած մնալ բազմոցին, Անահիտի հեռախոսը, դողացող ձեռքերում, աչքերը հառած էկրանին, կարծես դեռ չէր կարողանում ընկալել կարդացածը։ Անահիտը կանգնած էր դռան մոտ, սիրտը բաբախում էր այնքան ուժգին, որ վստահ էր, նա կարող է լսել։ Ես հարցրի, ով է Դավիթը, կրկնեց Արմենը, այս անգամ հայացքը բարձրացնելով նրա վրա։ Ձայնը դուրս եկավ ավելի բարձր, լցված ցավի ու զայրույթի խառնուրդով, որը Անահիտը երբեք նրա մեջ չէր տեսել։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով կարգի բերել մտքերը, փնտրելով բառեր, որոնք կարող էին բացատրել անբացատրելին։ Ընկեր է։ Մեկը, ում հետ ծանոթացել եմ սրճարանում։ Ընկեր, Արմենը կտրուկ վեր կացավ, հեռախոսը շպրտելով բազմոցին։ Մի ընկեր, որն ասում է, թե քո մասին էր մտածում։ Մի ընկեր, ում հետ խոսում ես ամեն օր, ամբողջ օրը։ Մի ընկեր, որն ավելին գիտի քո մասին, քան ես։ Անահիտը զգաց, որ արցունքները սպառնում են, բայց զսպեց։ Հիմա չէր ուզում լաց լինել։ Չէր ուզում թույլ կամ մեղավոր եղալ, երբ խորքում գիտեր, որ չի հատել այն գիծը, որը նա կարծում էր, թե հատել է։ Մեր միջ ոչինչ տեղի չի ունեցել։ Ոչ ֆիզիկապես։ Դրանք ընդամենը խոսակցություններ են, Արմեն։ Ընդամենը խոսակցություններ, նա դառը ծիծաղեց, ձեռքերն անցկացնելով մազերի միջով։ Անահիտ, ես ամեն ինչ կարդացել եմ։ Տեսա մտերմությունը, հոգեհարազատությունը։ Տեսա, որ նրան պատմում ես բաներ, որոնք ինձ երբեք չես պատմել։ Տեսա, որ կիսում ես քո օրերը, մտքերը, երազանքները։ Եվ դու կարծում ես, որ դա ոչինչ է։ Անահիտը զգաց, որ իր մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Գուցե դա պաշտպանության վերջին շերտն էր, որ դեռ պահպանում էր։ Գուցե դա հոգնածությունն էր, ծածնելուց, թե ամեն ինչ կարգին է։ Գուցե դա պարզապես մարդկային համբերության սահմանն էր, որը հատվեց։ Իսկ ինչ էի սպասում, Արմեն, նրա ձայնը դուրս եկավ հաստատուն, ավելի հաստատուն, քան կարծում էր, թե ունակ է։ Որ ես կմնամ այստեղ, այս հսկայական տանը, բոլորովին մենակ, օրեցօր, գիշեր-գիշեր, սպասելով քո ուշադրության փշրանքներին։ Նա բերանը բացեց պատասխանելու, բայց Անահիտը թույլ չտվեց։ Երբ էր վերջին անգամ, որ հարցրիր, թե ինչպես է անցել օրս։ Երբ էր վերջին անգամ, որ միասին ընթրեցինք, առանց քո հեռախոսին կպած լինելու։
Երբ էր վերջին անգամ, որ դու ինձ դիպար, իսկապես նայեցիր, տեսար ինձ որպես մի բան, բացի այս տան դեկորի մի մաս լինելուց։ Բառերը հիմա դուրս էին հորդում ինչպես մի հեղեղ, որը տարիներ շարունակ կուտակվել էր։ Անահիտը դրանում ազատագրող մի բան զգաց, թեկուզ ցավոտ։ Ես փորձել եմ, Արմեն։ Աստված վկա, որ փորձել եմ։ Ընթրիքներ եմ պատրաստել, որոնք սառչել են սեղանին, մինչ դու աշխատում էիր։ Գրություններ եմ թողել, որոնք դու նույնիսկ չես կարդացել։ Հաղորդագրություններ եմ ուղարկել, որոնք ժամերով անպատասխան են մնացել։ Ճամփորդություններ եմ առաջարկել, որոնք դու միշտ չեղարկել ես։ Եվ գիտես ինչ տեղի ունեցավ։ Ես սկսեցի անհետանալ։ Ես քիչ-քիչ մարեցի, մինչ դարձա անտեսանելի։ Արմենը կանգնած էր, դեմքը կարմրած, բռունցքները սեղմած։ Ես կայսրություն էի կառուցում մեզ համար։ Աշխատում էի ապահովելու մեր ապագան, մեր ֆինանսական անվտանգությունը։ Մեզ համար Անահիտը մի քայլ առաջ արեց։ Որ մեզ, Արմեն։ Այլս մենք գոյություն չունի։ Գոյություն ունես դու քո աշխատանքը։ Եվ գոյություն ունեմ ես մենակ այս գեղեցիկ տանը, որը դարձել է իմ բանտը։ Դա չի արդարացնում, որ դու զգացմունքային կապի մեջ մտնես մեկ այլ տղամարդու հետ։ Ճիշտ ես։ Չի արդարացնում։ Բայց բացատրում է։ Երբ ինչ-որ մեկը վերջապես ինձ տեսավ, լսեց, վերաբերվեց ինձ այնպես, կարծես ես կարոր եմ, ես կառչեցի այդ ուշադրությունից, ինչպես խեղդվողը կառչում է փրկարար տախտակից։ Ուրեմն դու սիրահարված ես նրան, հարցը դուրս եկավ որպես հարված, ուղիղ դաժան։ Անահիտը վարանեց։ Դա չափազանց բարդ հարց էր պարզ պատասխանի համար։ Ես չգիտեմ, թե ինչ եմ զգում։ Գիտեմ, որ նա ինձ հիշեցրեց, թե ով էի ես, նախքան այս ամուսնության մեջ կորչելը։ Հիշեցրեց, որ ես երազանքներ ունեի, նախագծեր, ինքնություն, բացի քո կինը լինելուց։ Արմենը մի քանի քայլ արեց սենյակում, ակնհայտորեն փորձելով զսպել իր մեջ ծավալվող պայթյունը։ Չեմ հավատում, որ սա լսում եմ։ Ես աշխատում եմ մինչ ուժասպառ լինելը, որ քեզ հարմարավետ կյանք ապահովեմ, իսկ դու ինձ մեղադրում ես անուշադրության մեջ։ Նյութական հարմարավետությունը չի փոխարինում զգացմունքային ներկայությանը, Անահիտը զգաց, որ արցունքները վերջապես դուրս են գալիս։ Ես կփոխանակեի այս առանձնատունը, զարդերը, թանկարժեք մեքենան, ամեն ինչ մի ամուսնու հետ, որը տուն կգար իսկապես կգրկեր ինձ։ Մեկի հետ, որը կհիշեր իմ ծննդյան օրը։ Մեկի հետ, որը ինձ կստիպեր զգալ, որ ես դեռ կարող եմ։ Նա դադարեց քայլել, նայեց նրան։ Նրա աչքերը, որոնք սովորաբար այնքան վստահ ու զուսպ էին, այժմ ցույց էին տալիս մի բան, որը Անահիտը չէր կարողանում լիովին բացահայտել։ Ցավ։ Զայրույթ։ Մեղքի զգացում։ Դու գիտես, թե քանի զոհողություն եմ արել, շարունակեց Արմենը։ Քանի անքուն գիշեր։ Քանի սթրեսային հանդիպում։ Քանի խնդիր, որոնք լուծել եմ մենակ, որ քեզ չանհանգստացնեմ։ Իսկ դու կարծում ես, որ ես դա չգիտեմ։ Կարծում ես, որ չեմ տեսնում այն բեռը, որը դու գրում ես։ Բայց Արմեն, ես ուզում էի այդ բեռը կիսել քեզ հետ։ Ուզում էի լինել քո իսկական գործընկերը, ոչ թե պարզապես տանտիրուհին, որը սպասում է քո գալուն։ Բայց դու ինձ հեռացրիր։ Դու ընտրեցիր ամեն ինչ մենակ գրել, ինձ թողեցիր քո կյանքից դուրս։ Լռությունը վերադարձավ, ել ավելի ծանր։ Արմենը կրկին նստեց, այս անգամ ավելի փոքր, ավելի խոցելի թվալով։ Ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով, ուսերը կախ։ Ես չէի նկատում, ասաց նա վերջապես, ձայնն ավելի ցածր։ Չէի նկատում, որ կորցնում եմ քեզ։ Անահիտը նստեց նրա դիմացի բազկաթոռին, հոգնած։ Ես էլ չէի նկատում, որ հեռանում եմ։ Դա չափազանց աստիճանական էր։ Ինչպես էրոզիա, որը տեղի է ունենում այնքան դանդաղ, որ երբ նկատում ես, վնասն արդեն հասցված է լինում։ Նրանք մնացին այնտեղ մի քանի մետրով բաժանված, բայց հեռու, կարծես նրանց միջ օվկիանոս լիներ։ Պատի ժամացույցը իր ռիթմիկ տկտկոցով նշում էր ժամերը, փլուզվող ամուսնության լուր վկան։ Դու նրան թողնելու ես, հարցրեց Արմենը երկար լռությունից հետո։ Դավիթին, Անահիտը մտածեց։ Չգիտեմ, թե արդյոք թողնելու բան կա։ Երբեք ֆիզիկական ոչինչ չի եղել։ Միայն զգացմունքային կապ։ Դա ավելի վատ է, պատասխանեց նա, այդ խոսքերում դաժան անկեղծություն կար։ Եթե միայն ֆիզիկական լիներ, ավելի հեշտ կլիներ հասկանալ։ Բայց դու քո սիրտը նրան ես տվել։ Քո հոգին ես կիսել։
Եվ դրա հետ ես չեմ կարող մրցել։ Անահիտը կրծքում սեղմոց զգաց։ Գուցե դա այն ճշմարտության ծանրությունն էր, որը նա հենց նոր բացահայտել էր։ Կամ գուցե դա գիտակցումն էր, որ տարիների մեջ առաջին անգամ Արմենը լիովին անկեղծ էր իր հետ։ Ինչ ես ուզում, որ անեմ, հարցրեց նա։ Ես ուզում եմ, որ դու կապը կտրես նրա հետ։ Ամբողջությամբ։ Պատասխանը եկավ արագ, վերջնական։ Անահիտը լուռ մնաց։ Նրա մի մասը ուզում էր ընդվզել, ասել ոչ, որ դա արդար չէ, որ Դավիթը եղել է իր միակ լույսի կետը մթության մեջ։ Բայց մյուս մասը ավելի հասուն գիտակից գիտեր, որ Արմենն իրավունք ունի դա խնդրելու։ Եթե ինչ-որ բան վերականգնելու որևէ հնարավորություն կար, սա կլիներ գինը։ Լավ, ասաց նա վերջապես։ Ես դա կանեմ։ Արմենը կարծես զարմացավ նրա համաձայնությունից։ Իսկապես։ Այո։ Բայց մի պայմանով։ Որ դու էլ քո մասն անես։ Որ դու իսկապես ներկա լինես։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ զգացմունքային։ Որովհետև ես չեմ հրաժարվի իսկական կապից, որպեսզի կրկին անտեսանելի դառնամ այս տանը։ Արմենը դանդաղ գլխով արեց։ Ճիշտ ես։ Ես կփորձեմ։ Փորձելը բավարար չէ, Արմեն։ Կամ դու ամբողջությամբ ներգրավված ես, կամ ոչ։ Բայց ինձնից մի խնդրիր մնալ մի միջանկյալ վիճակում, որն ինձ քիչ-քիչ սպանում է։ Նա վեր կացավ, մոտեցավ նրան։ Ամիսների, գուցե տարիների մեջ առաջին անգամ նա ծնկի իջավ նրա առջ, բռնեց նրա ձեռքերը։ Անահիտը զգաց ծանոթ, բայց ինչ-որ կերպ օտար հպումը, այսքան երկար ժամանակ իրական կապ չունենալուց հետո։ Ես ներգրավված եմ։ Ես խոստանում եմ, որ կփոխվեմ։ Խնդրում եմ, Անահիտ, ինձ մի հնարավորություն տուր սա ուղղելու։ Նա նայեց այն մարդուն, ում ճանաչում էր ավելի քան մեկ տասնամյակ։ Տեսավ աչքերի շուրջ առաջին կնճիռները, քունքերին սկսվող ճերմակ մազերը, այն խոցելիությունը, որը նա հազվադեպ էր ցույց տալիս։ Եվ տեսավ նա այն մարդու արտացոլանքը, ում սիրահարվել էր այսքան տարի առաջ։ Ես քեզ մի հնարավորություն կտամ։ Բայց Արմեն, եթե դու վերադառնաս հին սովորություններին, ես չեմ մնա։ Ես դրանից ավելին եմ արժանի։ Նա սեղմեց նրա ձեռքերը։ Դու ամբողջ աշխարհին ես արժանի։ Եվ ես հիմար էի, որ մոռացել էի դա։ Այդ գիշեր նրանք քնեցին նույն սենյակում, շաբաթների մեջ առաջին անգամ։ Չկար սեքս, չկային մեծ դրամատիկ հաշտություններ։ Բայց Արմենը գրկեց նրան ամիսների մեջ առաջին անգամ, Անահիտը թույլ տվեց իրեն մնալ այդ գրկում, թեկուզ սիրտը դեռ շփոթված ու վիրավորված էր։ Հաջորդ օրը Անահիտը վերցրեց հեռախոսը, երկար հաղորդագրություն գրեց Դավիթին։ Բացատրեց իրավիճակը, շնորհակալություն հայտնեց ընկերության, լսելու, իրեն վերագտնելու հարցում օգնելու համար։ Բայց ասաց, որ պետք է ավարտի այդ շրջանը, որ փրկելու ամուսնություն ունի, եթե դեռ փրկելու բան կա։ Դավիթը պատասխանեց. Հասկացողությամբ, հասունությամբ։ Ասաց, որ հարգում է նրա որոշումը, որ մաղթում է նրան երջանկություն, անկախ նրանից, թե որ ճանապարհը կընտրի։ Եվ հրաժեշտ տվեց մի պարզ խոսքով. Դու հիանալի ես, Անահիտ։ Երբեք մի մոռացիր դա։ Անահիտն արգելափակեց նրա համարը։ Ոչ թե որովհետև ատում էր նրան, այլ որովհետև գիտեր, որ կրկին խոսելու գայթակղությունը չափազանց մեծ կլիներ։ Դա մի դուռ էր, որը պետք է ամբողջությամբ փակվեր։ Արմենն իր հերթին սկսեց կտրուկ փոփոխություններ անել։ Հաջորդ առավոտ չեղարկեց մի կարևոր հանդիպում, ամիսների մեջ առաջին անգամ նախաճաշեց Անահիտի հետ։ Հարցրեց նրա օրվա պլանների մասին, իսկապես լսեց, անկեղծ հարցեր տվեց։ Հաջորդ օրերին նա ավելի շուտ էր տուն գալիս։ 8-ին, 7-ին, մի անգամ նույնիսկ 6-ին։ Միասին ընթրում էին, խոսում պատահական թեմաներից, վերսովորում միմյանց ընկերակցությանը, առանց հեռախոսների աշխատանքի պատնեշի։ Նա գտավ այն գրությունները, որոնք Անահիտը թողել էր տարիների ընթացքում, որոնք ինքը երբեք իսկապես չէր կարդացել։ Գտավ նրա գիշերասեղանին, իր գուլպաների դարակում, գրքերի մեջ։ Թղթի փոքրիկ կտորներ, սիրո, կարոտի, հույսի հաղորդագրություններով։ Յուրաքանչյուրը հարվածի պես էր ստամոքսին, շոշափելի ապացույց, թե որքան անուշադիր է եղել։ Մի երեկո Արմենը բարձրացավ երկրորդ հարկի փոքրիկ աշխատասենյակ, որը Անահիտը տարիներ շարունակ չէր օգտագործել։ Այնտեղ փոշոտ էր, հին գծագրատախտակներով, ճարտարապետության գրքերով, անավարտ նախագծերով։
Նա ժամեր անցկացրեց այնտեղ, նայելով նրա արած գծագրերին, լքված երազանքներին։ Հաջորդ օրը նա մաքրման ընկերություն վարձեց այդ տարածքը վերականգնելու համար։ Նոր նյութեր գնեց, վերջին սերնդի համակարգիչ, դիզայնի ծրագրեր, պրոֆեսիոնալ գծագրատախտակ, էրգոնոմիկ աթոռ, համապատասխան լուսավորություն։ Երբ Անահիտը տեսավ վերանորոգված աշխատասենյակը, չկարողացավ զսպել արցունքները։ «Դու չափազանց շատ տաղանդ ունես, որպեսզի սա պահես պահարանում», ասաց Արմենը։ «Ուզում եմ, որ դու վերադառնաս նրան, ինչ սիրում ես»։ Անահիտը դիպավ նոր նյութերին, զգալով մի տարօրինակ հուզմունք։ Դա գեղեցիկ ժեստ էր, բայց նա վախեցնող։ Նշանակում էր կրկին բացել իր մի մասը, որը այսքան երկար ժամանակ փակ էր եղել։ Նա սկսեց դանդաղ։ Վերցրեց հին նախագծերը, վերանայեց, թարմացրեց։ Ստեղծեց թվային պորտֆոլիո։ Արմենը քաջալերում էր նրան ամեն օր, հարցնում առաջընթացի մասին, անկեղծորեն գովում նրա աշխատանքը։ Եվ քիչ-քիչ Անահիտը զգաց, որ ճարտարապետության հանդեպ կրքի բոցը վերաբորբոքվում է։ Արմենը նա մասնագիտական փոփոխություններ արեց։ Իր ամենամոտ գործընկերոջը, Տիգրանին, լուրջ խոսակցության կանչեց։ Բացատրեց, որ պետք է ավելի շատ պատվիրակի, որ այլս չի կարող ընկերությունը մենակ իր ուսերին տանել, որ անձնական կյանք ունի, որը փլուզվում է։ Տիգրանը, որը 20 տարի ամուսնացած էր երեխաներ ուներ, հիանալի հասկացավ։ Նրանք վերաբաշխեցին պարտականությունները։ Արմենը կշարունակեր լինել ընկերության դեմքը, բայց կունենար ավելի մարդկային ժամեր։ Տիգրանը կստանձներ ավելի շատ գործառնական որոշումներ։ Նրանք փորձառու նախագծերի ղեկավար վարձեցին, բեռը թեթացնելու համար։ Դա դժվար էր Արմենի համար, որը միշտ վերահսկող էր եղել, բայց նա գիտեր, որ դա անհրաժեշտ է։ Շաբաթներն անցնում էին, տան դինամիկան ամբողջությամբ փոխվեց։ Արմենը գալիս էր 6-ին, երբեմն նույնիսկ 5-ին։ Ամեն օր միասին նախաճաշում էին։ Հանգիստ ընթրում էին, խոսելով ամեն ինչից ոչնչից։ Բազմոցին ֆիլմեր էին դիտում, մի բան, որը տարիներ շարունակ չէին արել։ Կիրակի առավոտյան թաղամասում զբոսնում էին, ձեռք ձեռքի բռնած, ինչպես սովորական զույգ։ Անահիտը երբեմն դեռ կարոտում էր Դավիթի հետ խոսակցությունները։ Այդ կապի մեջ մի հեշտություն, մի թեթություն կար, որը դժվար էր կրկնօրինակել։ Բայց նա հիշում էր այն պարտավորությունը, որը ստանձնել էր իր Արմենի առջ։ Եվ քիչ-քիչ սկսեց ամուսնու հետ կապի նորց կառուցել։ Նրանք սկսեցին զույգերի թերապիայի գնալ։ Մի հոգեբան բժշկուհի Վարդանյանը, փորձառու ուղղամիտ, որը չէր վախենում նրանց առերեսել, երբ անհրաժեշտ էր։ Սեանսները ինտենսիվ էին, երբեմն ցավոտ։ Բացահայտում էին հին վիրավորանքներ, կործանարար օրինաչափություններ, չհաղորդակցված սպասումներ։ Անահիտը սովորեց իր կարիքները հստակ արտահայտել, առանց սպասելու, որ Արմենը գուշակի։ Արմենը սովորեց իսկապես լսել, ներկա լինել ոչ միայն ֆիզիկապես, այլ զգացմունքային։ Նրանք սովորեցին, որ ամուսնությունը չի պահպանվում միայն առաջին օրերի սիրով, այլ ամենօրյա ջանքերով, վերամիանալու գիտակցված ընտրությամբ։ Լինում էին հետընթացներ։ Օրեր, երբ Արմենը ուշ էր վերադառնում, որովհետև շինհրապարակում արտակարգ իրավիճակ էր առաջացել, Անահիտը ստամոքսում սեղմոց էր զգում, վախ, որ ամեն ինչ կվերադառնա նախկին վիճակին։ Օրեր, երբ նա զգացմունքային փակվում էր, անտեսանելի պատեր կառուցելով սրտի շուրջ, կրկին վիրավորվելու վախից։ Բայց հիմա նրանք գիտեին խոսել այդ մասին։ Մի այդպիսի երեկո, երբ Արմենը 11-ին եկավ, խոստանալով տանը լինել 7-ին, Անահիտը մահճակալին էր, մեջքով դեպի դուռը։ Նա դանդաղ ներս մտավ, զգալով օդում լարվածությունը։ «Կներես», սկսեց նա, հանելով բաճկոնը։ Կենտրոնի նախագծի նյութերի մատակարարի հետ խնդիր կար։ Անահիտը շրջվեց։ «Դու խոստացար, Արմեն։ Խոստացար, որ սա այլս չի կրկնվի»։ «Գիտեմ»։ Եվ ես իսկապես փորձեցի արագ լուծել, բայց դա մի բան էր, որը միայն ես կարող էի որոշել, միշտ մի պատճառաբանություն կա։ Միշտ մի բան կա, որը միայն դու կարող ես լուծել։ Միշտ մի արտակարգ իրավիճակ կա, որն ավելի կարևոր է, քան մենք։ Արմենը նստեց մահճակալի եզրին, հոգնածությունը տեսանելի էր դեմքին։ Ճիշտ ես։ Ես պետք է զանգեի, զգուշացնեի, որ կուշանամ։ Պետք է Տիգրանին պատվիրակեի։ Ես նորից ամեն ինչ փչացրի։ Անահիտը զգաց, որ զայրույթը խառնվում է հոգնածության հետ։ Ամեն ինչ չփչացրիր։ Բայց վախեցրիր։ Ինձ հիշեցրիր, թե ինչպես էին բաները։
Եվ ես չեմ ուզում վերադառնալ այդ վայր։ Նա վարանելով ձեռքը մեկնեց, դիպչելով նրա թին։ Ես էլ չեմ ուզում։ Եվ գիտեմ, որ մի ներողությունը բավարար չէ։ Վաղը Տիգրանի հետ հերթափոխի համակարգ կներդնեմ։ Եթե արտակարգ իրավիճակներ լինեն ժամից դուրս, մի շաբաթ մեկս պատասխանատու կլինի, մյուս շաբաթ մյուսը։ Այդպես ես պատճառաբանություն չեմ ունենա քեզ տված խոստումներս խախտելու համար։ Անահիտը նայեց նրան, տեսնելով անկեղծ ջանքը։ Լավ։ Բայց Արմեն, ես պետք է, որ դու մի բան հասկանաս։ Ես չեմ կարող ապրել վախի մեջ, որ ամեն ինչ կվերադառնա նախկին վիճակին։ Ամեն անգամ, երբ դու ուշանում ես առանց զգուշացնելու, իմ մի մասը վերադառնում է այն մութ վայր։ Եվ ես շատ եմ պայքարել այնտեղից դուրս գալու համար։ Նա քաշեց նրան գրկի մեջ։ Գիտեմ։ Եվ խոստանում եմ, որ ավելի լավը կանեմ։ Ոչ կատարյալ, որովհետև գիտեմ, որ երբեմն կսխալվեմ։ Բայց ավելի լավ։ Միշտ ավելի լավ։ Բայց հիմա նրանք գիտեին դիմակայել խնդիրներին, դրանք գորգի տակ թաքցնելու փոխարեն։ Գիտեին, որ վերականգնումը գծային գործընթաց չէ, այլ լի է առաջընթացներով ու հետընթացներով։ Մի երեկո, պառկած մահճակալին, ամիսների մեջ առաջին անգամ սիրով զբաղվելուց հետո, Արմենը գրկեց Անահիտին հետի չշնջաց։ Ես քիչ մնաց քեզ կորցնեի։ Եվ նույնիսկ չէի նկատում, որ դա տեղի է ունենում։ Անահիտը մատները միահյուսեց նրա մատներին։ Մենք քիչ մնաց մեզ կորցնեինք։ Բայց կարծում եմ, երբեմն պետք է մոտենալ անդունդին, որպեսզի հասկանաս, թե որքան չես ուզում ընկնել։ Դու դեռ նրա մասին մտածում ես, հարցրեց Արմենը, հարցի մեջ անկեղծ խոցելիություն կար։ Անահիտը մտածեց, նախքան պատասխանելը։ Երբեմն։ Բայց ոչ այնպես, ինչպես դու ես պատկերացնում։ Մտածում եմ այն մասին, թե ինչ սովորեցրեց ինձ այդ ընկերությունն իմ մասին։ Իմ կարիքների, իմ արժանինքների մասին։ Եվ դա օգնում է ինձ ավելի անկեղծ լինել քեզ հետ այն մասին, թե ինչ եմ սպասում այս հարաբերությունից։ Արմենը գլխով արեց մթության մեջ։ Ես երախտապարտ եմ նրան, մի տարօրինակ ձով։ Որովհետև նա քեզ արթնացրեց։ Եվ քեզ արթնացնելով, արթնացրեց նա ինձ։ Անահիտը շրջվեց նրա կողմը։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Բայց տարիների մեջ առաջին անգամ զգում եմ, որ միասին ենք քայլում, ոչ թե հակառակ ուղղություններով։ Նա նրբորեն համբուրեց նրա ճակատը։ Մենք սա կուղենք, Անահիտ։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի։ Եվ այնտեղ, այն սենյակում, որը եղել էր այսքան մենության ու հեռավորության վկան, հույսի մի փոքրիկ սերմ սկսեց կրկին ծլել։ Այն փխրուն էր, մշտական խնամքի ու ուշադրության կարիք ուներ։ Բայց այն այնտեղ էր։ Կենդանի։ Աճում էր։ Անահիտը փակեց աչքերը Արմենի գրկում, երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ գուցե, միայն գուցե, նրանք կկարողանան գտնել միմյանց վերադարձի ճանապարհը։ Ոչ թե նրան, ինչ էին նախկինում, որովհետև դա այլս գոյություն չուներ։ Այլ մի նոր բանի, որը կառուցված էր փլուզվածի ավերակների վրա։ Մի բան, ավելի ամուր, ավելի անկեղծ, ավելի իրական։ Ամիսներն անցնում էին, տունը, որը նախկինում սառը դամբարանի էր նման, սկսեց կրկին կյանքով լցվել։ Անահիտն առավոտյան արթնանում էր, այլս չէր գտնում մահճակալի դատարկ կողմը։ Արմենն այնտեղ էր, քնած իր կողքին, երբեմն ձեռքը նրա վրա դրած, ինչպես հին ժամանակներում։ Փոքրիկ ժեստեր, որոնք աշխարհներ էին նշանակում։ Աշխատասենյակը, որը նա վերանորոգել էր իր համար, դարձավ նրա սրբավայրը։ Անահիտն առավոտներն այնտեղ էր անցկացնում, վերագծելով հին նախագծերը, ստեղծելով նոր հայեցակարգեր, ուսումնասիրելով կայուն ճարտարապետության ներկայիս միտումները։ Նրա մեջ մի նոր ոգորություն կար, մի կայծ, որը կարծում էր, թե ամբողջությամբ մարել է։ Մի օր նա անսպասելի զանգ ստացավ։ Լուսինեն էր, համալսարանի տարիների ընկերուհին, որն այժմ Սարյան փողոցի տարածքում հայտնի ճարտարապետական գրասենյակ ուներ։ Նրանք հանդիպել էին ինտերիերի դիզայնի միջոցառմանը, որին Անահիտը որոշել էր մասնակցել այսքան երկար մեկուսացումից հետո։ Անահիտ, որքան լավ է քեզ լսել, Լուսինեի ուրախ ձայնը հնչեց հեռախոսով։ Տես, մի հետաքրքիր նախագիծ ունեմ ձեռքիս տակ։ Սարյանի հին շենքերից մեկի վերանորոգում։ Հաճախորդը ուզում է պահպանել սկզբնական առանձնահատկությունները, բայց արդիականացնել տարածքները։ Միանգամից քո մասին մտածեցի։ Գիտեմ, որ դու սիրում ես այս տեսակի մարտահրավերներ։
Համաձայն ես համագործակցել ինձ հետ։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Իրական նախագիծ։ Իրական հաճախորդ։ Դա հենց այն տեսակի աշխատանքն էր, որի մասին միշտ երազել էր՝ միավորել պատմությունն ու արդիականությունը, պահպանումն ու նորարարությունը։ Բայց կար նա վախ։ Արդյոք դեռ ունակ էր։ Արդյոք չէր կորցրել հմտությունը այսքան երկար բացակայությունից հետո։ Կուզենայի, Լուսինե։ Բայց պետք է անկեղծ լինեմ, տարիներ են, ինչ իրական նախագծի վրա չեմ աշխատել։ Ինչ տարբերություն։ Համալսարանական քո պորտֆոլիոն անթերի էր։ Եվ տես, այսպես անենք։ Հաջորդ շաբաթ արի ինձ հետ ծանոթանանք տարածքին, խոսենք հաճախորդի հետ։ Եթե չստացվի, խնդիր չկա։ Բայց կարծում եմ, քեզ դուր կգա։ Անահիտը համաձայնեց։ Երբ այդ երեկո պատմեց Արմենին, նա ամուր գրկեց նրան ասաց. Ես գիտեի, որ ժամանակի հարց է, մինչ ինչ-որ մեկը կբացահայտի քո տաղանդը։ Հաճախորդի հետ հանդիպումն ավելի լավ անցավ, քան Անահիտը սպասում էր։ Շենքը 1940 ականների էր, բարձր առաստաղներով, փայտե պատուհաններով, բնօրինակ մանրահատակով։ Սեփականատերը, պարոն Գորգյան անունով մի իրավաբան, մոտ 50 տարեկան, ուզում էր տարածքը վերածել իր ընկերության գրասենյակի, պահպանելով տան հոգին։ Անահիտը միանգամից զգաց ստեղծագործական հոսքը։ Հարցեր տվեց, չափումներ արեց, լուսանկարեց յուրաքանչյուր մանրուք։ Եվ հասկացավ, որ հմտությունը չի կորցրել։ Այն այնտեղ էր, պարզապես քնած։ Երբ 2 շաբաթ անց ներկայացրին առաջին գաղափարները, պարոն Գորգյանը հիացած էր։ Դուք հասկացաք հենց այն, ինչ ես ուզում էի։ Հատկապես դուք, Անահիտ։ Կարողացաք որսալ այն էությունը, որը ես պատկերացնում էի, բայց չգիտեի, ինչպես արտահայտել։ Անահիտը այդ հանդիպումից դուրս եկավ թացելով։ Անմիջապես զանգեց Արմենին։ Ստացվեց։ Նրանք հավանեցին նախագիծը։ Արմենը հանդիպման էր, բայց մինույն է պատասխանեց։ Գիտեր, որ դա կարևոր է։ Ես գիտեի, որ կկարողանաս։ Այսօր երեկոյան կնշենք։ Ընտրիր, որ ռեստորանը ուզում ես։ Նրանք գնացին Թումանյան փողոցի հմայիչ իտալական ռեստորաններից մեկը, գինի տնական պաստա պատվիրեցին։ Խոսեցին Անահիտի նախագծի, տեխնիկական մարտահրավերների, նրա մտածած ստեղծագործական լուծումների մասին։ Արմենը լսում էր անկեղծ հետաքրքրությամբ, տեղին հարցեր էր տալիս, իրական հպարտություն էր ցուցաբերում։ Անահիտը նայեց նրան սեղանի մյուս կողմից, մոմերի մեղմ լույսի տակ, զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել՝ կապ։ Իրական, խորը, իսկական։ Դա այլս սկզբի բուռն ու միամիտ սերը չէր։ Դա ավելի հասուն մի բան էր, կառուցված ավերակների վրա, բայց գուցե հենց դրա համար էլ ավելի ամուր։ Դու փոխվել ես, մեկնաբանեց նա։ Չգիտեմ ինչպես բացատրել, բայց դու փոխվել ես։ Արմենը վերցրեց նրա ձեռքը սեղանի վրայից։ Ես ներկա եմ։ Ես իսկապես այստեղ եմ, քեզ հետ, հիմա։ Չեմ մտածում հաջորդ հանդիպման մասին, մտովի նամակներ չեմ ստուգում։ Պարզապես այստեղ եմ։ Եվ գիտես մի բան։ Ես մոռացել էի, թե սա որքան լավ է։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը։ Ես էլ էի մոռացել։ Հին շենքի նախագիծը հաջորդ ամիսները հաճելիորեն խլեց։ Անահիտը նվիրումով աշխատում էր, պարբերաբար այցելում էր շինհրապարակ, ճշգրտումներ էր անում նախագծում, ըստ շինարարության ընթացքի։ Լուսինեն հիանալի գործընկեր էր, նրանք միասին ներդաշնակ ստեղծագործական զույգ կազմեցին։ Լինում էին մարտահրավերներ։ Բնօրինակ մանրահատակը մասամբ վնասված էր, նրանք ստիպված եղան գտնել ժամանակաշրջանի կտորներ, ամբողջական վերականգնում կատարելու համար։ Փայտե պատուհանները գեղեցիկ, բայց ժամանակի ընթացքում մաշված, ուղարկվեցին Երանի մասնագիտացված վերականգնողի մոտ։ Անահիտը օրեր անցկացրեց, փնտրելով մատակարարներ, որոնք աշխատում էին կայուն նյութերով, որպեսզի չվտանգեն նախագծի էկոլոգիական առաջարկը։ Արմենը մի քանի անգամ նրան ուղեկցեց շինհրապարակ։ Տեսնելով Անահիտին այնտեղ սաղավարտով, խոսելով բանվորների հետ, ցույց տալով նախագծի մանրամասները, աչքերը փայլում էին ոգորությունից, նա հասկացավ, թե որքան եսասեր է եղել, չխրախուսելով սա ավելի վաղ։ Նա փայլուն էր։ Եվ ինքը քիչ մնաց մարեր այդ փայլը։ Վերջնական արդյունքը շատ գեղեցիկ ստացվեց, մի նրբաճաշակ գրասենյակ, որը պահպանում էր հին տան հոգին, ժամանակակից կահույքը հակադրվում էր պահպանված բնօրինակ տարրերին։
Վերականգնված մանրահատակը փայլում էր վերականգնված պատուհաններից ներս թափանցող բնական լույսի տակ։ Աղյուսե պատերը մաքրվել մշակվել էին, բացահայտելով բնօրինակ շինության գեղեցիկ գեղեցկությունը։ Անահիտը ստեղծել էր թեթ ապակե միջնապատեր, որոնք բաժանում էին միջավայրերը, չխախտելով տարածքի ընդարձակությունը։ Ներքին բակում նա նախագծել էր մի փոքրիկ կանաչ օազիս, տեղական բույսերով անձրաջրերի հավաքման համակարգով։ Գրասենյակի բացմանը պարոն Գորգյանը պնդեց, որ կարճ ելույթ ունենա, շնորհակալություն հայտնելով Անահիտի Լուսինեի աշխատանքի համար։ Դուք ոչ միայն վերանորոգեցիք մի տարածք, ասաց նա հուզված։ Դուք կյանք վերադարձրիք այս տանը։ Ամեն անգամ, երբ ներս եմ մտնում, զգում եմ, որ պատմությունը շնչում է արդիականության հետ միասին։ Սա հենց այն է, ինչի մասին երազում էի։ Անահիտը աչքերում ուրախության արցունքներ զգաց։ Արմենը նրա կողքին էր, բռնած նրա ձեռքը, հպարտություն ճառագայթելով։ Պարոն Գորգյանն այնքան գոհ մնաց, որ Անահիտին Լուսինեին խորհուրդ տվեց երկու ընկերների, որոնք նույնպես նախագծեր ունեին մտքում։ Հանկարծ Անահիտն իրական աշխատանքային գրաֆիկ ունեցավ։ Եվ Արմենը խրախուսում էր յուրաքանչյուր քայլ, նշում յուրաքանչյուր ձեռքբերում, կարծես դա իրենը լիներ։ Բայց ամեն ինչ ծաղիկներով պատված չէր։ Զույգերի թերապիան շարունակվում էր, բժշկուհի Վարդանյանը թույլ չէր տալիս, որ նրանք հանգստանան։ Նա խոցում էր հին վերքերը, ստիպում անհարմար խոսակցություններ ունենալ, չէր ընդունում մակերեսային պատասխաններ։ Մի հատկապես ինտենսիվ սեանսի ժամանակ նա հարցրեց Անահիտին. «Դուք իսկապես ներել եք Արմենին, թե՞ պարզապես կուլ եք տվել վիրավորանքը»։ Անահիտը լուռ մնաց։ Դժվար հարց էր։ Կարծում եմ, ներելու գործընթացի մեջ եմ։ Բայց խոստովանում եմ, որ դեռ վախենում եմ։ Վախենում եմ, որ ամեն ինչ կվերադառնա նախկին վիճակին։ Իսկ դուք, Արմեն, բժշկուհին շրջվեց նրա կողմը։ Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ ձեր կինը ուժեղ զգացմունքային կապ է ունեցել մեկ այլ տղամարդու հետ։ Արմենը կուլ տվեց թուքը։ Ցավում է։ Ցավում է իմանալ, որ մեկ այլ տղամարդ կարողացել է նրան տալ այն, ինչ ես չէի տալիս։ Ցավում է իմանալ, որ նա մտերմություններ է կիսել նրա հետ։ Բայց դա նա ինձ համար ազդանշան էր։ Ինձ ստիպեց հասկանալ իմ պատճառած վնասի չափը։ Եվ ես այդ ցավն օգտագործում եմ որպես վառելիք, այլ կերպ վարվելու համար։ Բժշկուհին գլխով արեց։ Դուք պետք է հասկանաք, որ վստահությունը գիշերվա մեջ չի վերականգնվում։ Դա գործընթաց է։ Կլինեն վատ օրեր։ Կլինեն հիշեցնող իրավիճակներ։ Բայց եթե դուք պահպանեք բաց անկեղծ հաղորդակցությունը, կկարողանաք հաղթահարել։ Եվ դա ճիշտ էր։ Լինում էին օրեր, երբ Անահիտը նայում էր հեռախոսին կարոտում Դավիթի հետ խոսակցությունները։ Ոչ թե հատկապես նրան, այլ այդ կապի հեշտությունը։ Այդ պահերին նա խոսում էր Արմենի հետ այդ մասին։ Եվ նա, պաշտպանվելու փոխարեն, լսում էր փորձում հասկանալ։ Արմենն իր հերթին իր դերն ուներ։ Երբ վերցնում էր Անահիտի հեռախոսը մի սովորական բանի համար տեսնում հաղորդագրության ծանուցում, ստամոքսում սեղմոց էր զգում։ Եվ երբ դա տեղի էր ունենում, նա նույնպես խոսում էր։ Անահիտ, գիտեմ, որ ոչինչ չես արել, բայց դեռ սիրտս սեղմվում է, երբ քեզ հեռախոսով եմ տեսնում։ Եվ Անահիտը հասկանում էր։ Չէր վիրավորվում։ Ցույց էր տալիս նրան հաղորդագրությունները, եթե նա ուզում էր տեսնել։ Հեռախոսը թողնում էր բաց, առանց գաղտնիքների։ Ոչ թե որովհետ պարտավոր էր, այլ որովհետ հասկանում էր, որ թափանցիկությունը էական է վստահությունը վերականգնելու համար։ Ամիսները վերածվեցին եղանակների։ Ձմռանը հաջորդեց գարունը, տան այգին, որը նախկինում Անահիտը տխրությամբ էր դիտում, այժմ ուրախությամբ էր մշակում։ Նոր ծաղիկներ տնկեց, վերանախագծեց որոշ ծաղկանոցներ, ստեղծեց մի փոքրիկ ընթերցանության անկյուն 100-ամյա թթենու տակ։ Արմենն օգնում էր նրան կիրակի օրերին։ Նա, որը երբեք չէր հետաքրքրվել այգեգործությամբ, այժմ առավոտներն անցկացնում էր նրա կողքին, հողոտ, տնկիներ տնկելով։ Միասին ծիծաղում էին, երբ սխալվում էին, ուրախանում, երբ ինչ-որ բան ծաղկում էր։ Դրանք պարզ պահեր էին, բայց լի իմաստով։ Անահիտն անսպասելի առաջարկ ստացավ։ Ճարտարապետության դիզայնի մի ամսագիր ուզում էր հոդված պատրաստել Երանի հին տների վերակենդանացման նախագծերի մասին, Սարյանի շենքում նրա աշխատանքը կլիներ ուշադրության կենտրոնում։ Հարցազրույցը տեղի ունեցավ Սարյան փողոցի սրճարաններից մեկում, մի համակրելի լրագրողուհու հետ, որը խելացի հարցեր տվեց նրա աշխատանքային փիլիսոփայության մասին։
Երբ հոդվածը լույս տեսավ երկու ամբողջական էջ նախագծի գեղեցիկ լուսանկարներով հարցազրույցով, որտեղ Անահիտը խոսում էր կայուն ճարտարապետության պատմական պահպանման մասին, Արմենը ամսագրի 5 օրինակ գնեց։ Ցույց տվեց գրասենյակի բոլորին, հպարտությամբ տեղադրեց սոցիալական ցանցերում։ Անահիտը, նույնիսկ ինքը, հուզվեց նրա արձագանքից։ Մի օր, պոտենցիալ հաճախորդի հետ հանդիպումից վերադառնալիս, Անահիտն անցավ թթենու տաք սրճարանի մոտով։ Սիրտը թրթռաց։ Ամիսներ էին, ինչ այնտեղ չէր եղել։ Վարանեց, բայց հետո որոշեց ներս մտնել։ Վայրը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին հիշում էր։ Նույն սեղանները, նույն թարմ սուրճի բույրը, նույն հյուրընկալ մթնոլորտը։ Վաճառասեղանի ետի աղջիկը ճանաչեց նրան ժպտաց։ Որքան ժամանակ է։ Կարոտել էինք ձեզ։ Անահիտը ժպտաց ի պատասխան։ Այո, կյանքն այլ ուղղություններով գնաց։ Նա կապուչինո պատվիրեց, նստեց պատուհանի մոտի սեղանին։ Նույն սեղանին, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Որտեղ նա վերագտել էր, որ դեռ գոյություն ունի, որ դեռ արժեք ունի, որ դեռ ուշադրության է արժանի։ Որտեղ ծանոթացել էր Դավիթի հետ։ Նրա մասին մտածեց ջերմությամբ, բայց առանց քայքայիչ կարոտի։ Նա եղել էր կատալիզատոր մեկը, որն արթնացրել էր նրան այն զգացմունքային թմրությունից, որի մեջ խորասուզված էր։ Բայց հիմա նա հասկանում էր, որ հատկապես նրա կարիքը չուներ։ Ուշադրության, գնահատանքի, ճանաչման կարիք ուներ։ Եվ Արմենը սովորում էր դա նրան տալ։ Վերջացրեց սուրճը, առատ թեյավճար թողեց դուրս եկավ։ Այլս շուտով այնտեղ չէր վերադառնա, գուցե երբեք։ Այդ վայրը պատկանում էր մի գլխի, որը փակված էր։ Ոչ թե դառնությամբ, այլ երախտագիտությամբ այն բանի համար, ինչ այն ներկայացրել էր։ Անահիտի մասնագիտական կյանքը վերջնականապես թափ հավաքեց։ Նա Լուսինեն որոշեցին պաշտոնականացնել համագործակցությունը, միասին փոքրիկ գրասենյակ բացեցին։ Մասնագիտանալով հին շենքերի վերակենդանացման մեջ, կայունության շեշտադրմամբ, նրանք արագորեն հեղինակություն ձեռք բերեցին շուկայում։ Նախագծերը հաճախակի էին հայտնվում, յուրաքանչյուրը նախորդից ավելի հետաքրքիր։ Արմենն էլ ավելի կրճատեց իր աշխատանքային բեռը։ Տիգրանին նշանակեց գործադիր տնօրեն, պարտականությունները ավելի հավասարակշռված բաշխելով։ Վարձեց իրավասու վարչական մենեջեր։ Եվ վերջապես թույլ տվեց իրեն ունենալ ավելի մարդկային ժամեր։ Տուն էր գալիս 6-ին, հազվադեպ էր աշխատում հանգստյան օրերին, իրական արձակուրդ էր վերցնում։ Տարիների մեջ առաջին անգամ 2-ով ճամփորդության գնացին։ Ընտրեցին մի հանգիստ վայր Դիլիջանում։ 5 օր առանց աշխատանքային հեռախոսների, առանց պարտավորությունների, առանց գրաֆիկի։ Միայն նրանք երկուսը, անտառը, արը ժամանակը։ Մայրամուտին քայլում էին անտառային արահետներով, ձեռք ձեռքի բռնած, խոսելով ամեն ինչից ոչնչից։ Սիրով էին զբաղվում վերագտնվածի ինտենսիվությամբ։ Ընտրում էին փոքրիկ ու հմայիչ ռեստորաններում։ Միասին կարդում էին սենյակի պատշգամբում։ Ապագայի պլաններ էին կազմում։ Մի երեկո, պառկած պատշգամբի երկտեղանոց ցանցաճոճում, նայելով աստղերին, Արմենն ասաց. Ես քիչ մնաց կործանեի իմ կյանքի ամենակարևոր բանը հպարտության ու հավակնությունների պատճառով։ Եթե դու քաջություն չունենայիր ինձ առերեսելու, թեկուզ անուղղակիորեն, ես քեզ ընդմիշտ կկորցնեի։ Անահիտը փաթաթվեց նրան։ Մենք քիչ մնաց մեզ կործանեինք։ Բայց կարծում եմ, մենք պետք է սրա միջով անցնեինք, որպեսզի ավելի իսկական բան կառուցեինք։ Ամուսնությունը, որ հիմա ունենք, ավելի լավն է, քան այն, ինչ ունեինք սկզբում։ Այն ավելի գիտակցված է, ավելի անկեղծ, ավելի հասուն։ Դու դեռ երբեմն Դավիթի մասին մտածում ես։ Հարցը զարմացրեց Անահիտին, բայց նա անկեղծորեն պատասխանեց. Երբեմն։ Բայց ոչ այնպես, ինչպես դու ես վախենում։ Մտածում եմ այն մասին, թե ինչ սովորեցի այդ շրջանում։ Իմ կարիքները հաղորդելու, հարաբերությունների պատճառով ինձ չանտեսելու, իմ ինքնությունը պահպանելու մասին։ Նա հայելի էր, որը ցույց տվեց ինձ, թե ինչն էր պակասում։ Բայց դու ես, որ ընտրեցիր այդ բացերը լրացնելու աշխատանքը կատարել։ Արմենը համբուրեց նրա ճակատը։ Շնորհակալություն, որ ինձ այս հնարավորությունը տվեցիր։ Գիտեմ, որ արժանի չէի։ Բոլորս էլ արժանի ենք նորից սկսելու հնարավորությունների։ Կարևորն այն է, թե ինչ ենք անում դրանց հետ։ Ճամփորդությունից վերադարձան թարմացած։
Տունը, որը նախկինում պարզապես գեղեցիկ ու դատարկ կառույց էր, այժմ իսկապես օջախի էր նման։ Աստիճաններով ծիծաղ էր արձագանքում, հյուրասենյակում երաժշտություն էր հնչում, սիրով պատրաստվող ուտեստի բույր էր գալիս։ Տիկին Սեդան մի առավոտ մեկնաբանեց Անահիտին. «Տիկին Անահիտ, ինչ ուրախություն է տունը նորից այսպես տեսնելը։ Կարծես կյանքը վերադարձել է»։ Անահիտը ժպտաց. «Որովհետև իսկապես վերադարձել է, տիկին Սեդա»։ Թերապիայի սեանսներից մեկում, սկզբնական առճակատումից ամիսներ անց, բժշկուհի Վարդանյանը մի դիտարկում արեց։ «Դուք նկատում եք, թե որքան եք զարգացել։ Երբ այստեղ եկաք, հազիվ էիք կարողանում միմյանց աչքերին նայել։ Հիմա տեսնում եմ մի զույգ, որը հաղորդակցվում է, հարգում միմյանց, աշխատում է թիմով»։ Անահիտը նայեց Արմենին ժպտաց. «Երկար ու դժվար ճանապարհ էր։ Եվ դեռ չի ավարտվել», ավելացրեց Արմենը։ «Բայց հիմա գիտենք, թե ինչպես միասին քայլել»։ Բժշկուհին գոհունակությամբ գլխով արեց. «Սա զգացմունքային հասունություն է։ Հասկանալ, որ հարաբերությունը ամենօրյա կառուցում է, ոչ թե մշտական վիճակ, որին հասնում ես վերջ»։ Անահիտը հրավեր ստացավ Երանում կայուն ճարտարապետության համաժողովում դասախոսություն կարդալու։ Դա անհավանական հնարավորություն էր, իր կատարած աշխատանքի գնահատական։ Արմենը նրա չափ հպարտ էր, օգնեց պատրաստել սլայդները, նրա հետ փորձեց ներկայացումը։ Դասախոսության օրը Արմենը դահլիճի առաջին շարքում էր։ Անահիտը տեսավ նրան այնտեղ, քաջալերով ժպտալիս, երախտագիտության ալիք զգաց։ Այն մարդը, ում քիչ մնաց կորցներ, ով քիչ մնաց իրեն կորցներ, այնտեղ էր, ներկա, աջակցում էր իր երազանքներին։ Դասախոսությունը հաջողություն ունեցավ։ Անահիտը գրքով խոսեց ճարտարապետության մասին, որը հարգում է պատմությունը, միաժամանակ ընդունելով ապագան կայունության մասին, ոչ թե որպես միտում, այլ որպես անհրաժեշտություն։ Հետո մի քանի մարդ մոտեցավ նրան, այցեքարտեր, համագործակցության առաջարկներ։ Օրվա վերջում, մեքենայով տուն վերադառնալիս, Արմենն ասաց. «Դու այնտեղ փայլում էիր։ Միշտ գիտեի, որ այդ պոտենցիալն ունես, բայց այսօր դու դա ցույց տվեցիր աշխարհին»։ Անահիտը բռնեց նրա ձեռքը փոխանցման տուփի վրայից։ «Շնորհակալություն, որ այնտեղ էիր։ Որ միշտ այստեղ ես։ Ուրիշ տեղ չկա, որտեղ կնախընտրեի լինել»։ Կյանքն իր հունով էր գնում, այժմ բոլորովին այլ դինամիկայով։ Նրանք իսկական գործընկերներ էին։ Կիսում էին որոշումները, երազանքները, աջակցում միմյանց կարիերաներին։ Մտերմությունը վերադարձավ ոչ միայն ֆիզիկական, այլ զգացմունքային։ Իսկապես խոսում էին, միասին ծիծաղում, արթուն երազում։ Այն ճակատագրական օրվանից 1 տարի անց, երբ Արմենը հայտնաբերեց հաղորդագրությունները, նրանք կրկին թերապիայի էին։ Բժշկուհի Վարդանյանը մի հարց տվեց. «Կարծում եք, որ դեռ պետք է այստեղ գաք»։ Անահիտն ու Արմենը միմյանց նայեցին։ Վերջերս մտածել էին այդ մասին։ «Կարծում եմ, ոչ որպես հրատապ անհրաժեշտություն», ասաց Անահիտը։ «Բայց ինձ դուր է գալիս այս անվտանգ տարածքն ունենալը, կառուցվածքային ձով խոսելու համար»։ «Համաձայն եմ», ավելացրեց Արմենը։ «Բայց եթե դուք կարծում եք, որ մենք արդեն հասել ենք նպատակին, կարող ենք նոսրացնել սեանսները»։ Բժշկուհին ժպտաց. «Ես կասեի, որ դուք անհավանական աշխատանք եք կատարել։ Եկեք այսպես անենք։ Ամեն շաբաթվա փոխարեն, եկեք ամիսը 1 անգամ։ Որպես պահպանում։ Երաշխավորելու համար, որ չեք թուլացնի հարաբերությունների խնամքը»։ Դա նշաձող էր։ Ճանաչելու միջոց, որ նրանք երկար ճանապարհ են անցել, բայց զգոնությունը չպետք է ամբողջությամբ դադարի։ Առողջ հարաբերությունը, նրանք սովորեցին, մշտական խնամք է պահանջում։ Դեկտեմբերյան մի երեկո, առճակատումից գրեթե 1.5 տարի անց, Արմենը տուն եկավ խորհրդավոր ժպիտով։ Անահիտը խոհանոցում էր, ռիզոտտո էր պատրաստում։ «Ինչ է պատահել», հարցրեց նա, հետաքրքրված նրա արտահայտությունից։ «Անակնկալ ունեմ քեզ համար։ Ճամփորդության ենք գնում»։ «Նորից»։ «Բայց մենք նոր ենք վերադարձել այն ճամփորդությունից։ Սա հատուկ է»։ Նա բաճկոնի գրպանից մի ծրար հանեց։ «Լճափ, լիալուսին, միայն մենք երկուսս։ Հաջորդ շաբաթ։ Արդեն ամեն ինչ պայմանավորվել եմ գրասենյակում քո գրաֆիկում, Լուսինեի հետ»։ Անահիտը վերցրեց ծրարը, տեսավ ամրագրումները։ «Մի համեստ հանգստյան տուն Դիլիջանում։ 5 օր»։ Նա հուզված նայեց նրան։
Արմեն, պետք չէր։ Գիտեմ։ Բայց ես ուզում էի։ Նա գրկեց նրան հետից, մինչ Անահիտը խառնում էր ռիզոտտոն։ Ուզում եմ մի հատուկ բան անել։ Մի բան, որը կխորհրդանշի այս նոր սկիզբը։ Անահիտը շրջվեց նրա գրկում։ Մենք արդեն նորից ենք սկսում։ Ամեն օր։ Գիտեմ։ Բայց մի նույն է։ Նա նրբորեն համբուրեց նրան։ Վստահում ես ինձ։ Միշտ, պատասխանեց նա, դա ճիշտ էր։ Վստահությունը այնքան փխրուն տառը, որը կոտրվել էր, դանդաղ, բայց ամուր վերականգնվում էր։ Ճամփորդությունը դեպի Դիլիջան տեղի ունեցավ դեկտեմբերի առաջին շաբաթը։ Թռիչքը Զվարթնոցից էր, երեքշաբթի առոտ առավոտյան։ Անահիտը նայում էր ինքնաթիռի պատուհանից, տեսնելով, թե ինչպես է երանը հետ մնում, մի թեթություն զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Արմենը բռնած էր նրա ձեռքը, բութ մատով նուրբ շրջաններ անելով նրա ափի մեջ։ Նրանք հասան հանգստյան տուն կեսօրից հետո։ Վայրը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին նկարներում, համեստ քոթեջներ, սփռված արադարձային այգում, քարե արահետներ, որոնք տանում էին դեպի լճապ, ալիքների ձայնը, որպես մշտական ուղեկցող երաժշտություն։ Ամեն ինչ մտածված էր, ապահովելու համար մեկուսացում ռոմանտիկա։ Նրանց քոթեջը տեսարան ուներ դեպի լիճը։ Լայն պատշգամբ, երկտեղանոց ցանցաճոճով, բացօթյա ջակուզի, կեղճուկ շքեղ դեկոր, որը Անահիտն անմիջապես գնահատեց իր ճարտարապետի հայացքով։ Կատարյալ է, ասաց նա, գրկելով Արմենին։ Ես գիտեի, որ քեզ դուր կգա։ Նա նրբորեն համբուրեց նրան։ Եկ վայելենք այստեղի յուրաքանչյուր վայրկյանը։ Եվ վայելեցին։ Առաջին 2 օրը ամեն ինչից մի քիչ արեցին։ Արածակին քայլեցին անտառային արահետներով, բոբիկ ոտքերով, հորիզոնը ներկված վարդագույնով ու նարնջագույնով։ Նախաճաշեցին պատշգամբում, թարմ մրգերով ու տաք թխվածքով։ Կեսօրն անցկացրին լողավազանում, գրքեր կարդալով ու արի տակ ննջելով։ Ընտրեցին հանգստյան տան ռեստորանում, ձկնային նրբաճաշակ ուտեստներ, սառը սպիտակ գինի, բնական հոսող խոսակցություն։ Գիշերը վերադառնում էին քոթեջ, սիրով էին զբաղվում վերագտնվածի ինտենսիվությամբ, երկար ժամանակ անց։ Դա տարբերվում էր նախկինից։ Ավելի շատ գիտակցություն, ներկայություն, կապ կար։ Յուրաքանչյուր հպում ինչ-որ բան էր նշանակում։ Յուրաքանչյուր համբույր նորացված խոստում էր։ Երրորդ օրը Արմենն ասաց, որ անակնկալ ունի։ Այսօր այլ զբոսանքի ենք գնալու։ Որ կտեսնես։ Վստահում ես ինձ։ Անահիտը ժպտաց։ Միշտ։ Նրանք վերցրին մի ամենագնաց, որը Արմենը վարձել էր, քշեցին անտառային ճանապարհով։ Անցան անմարդաբնակ վայրերով, անվերջանալի սոճուտներով, գունագեղ ժայռերով։ Անահիտը տասնյակ լուսանկարներ արեց, հիացած Հայաստանի այդ անկյան գեղեցկությամբ, որը չէր ճանաչում։ Գրեթե 1 ժամ ճանապարհից հետո Արմենը կանգնեց մի փոքրիկ, առանձնացված բացատում։ Այն շրջապատված էր բնական բուսականությամբ, մի քանի ծառերով, մի փայտե տախտակամածով, որը ձգվում էր ժայռերի վրայով։ Այնտեղ իրենցից բացի ոչ ոք չկար։ Արմեն, ինչ վայր է սա։ Նա դուրս եկավ ամենագնացից ձեռքը մեկնեց նրան։ Արի, կտեսնես։ Քայլեցին դեպի տախտակամած։ Արն արդեն ցածր էր հորիզոնում, սկսելով իր ոսկեգույն իջնելը։ Անահիտը շուրջը նայեց, շփոթված, բայց հմայված վայրի գեղեցկությամբ։ Հենց այդ ժամանակ նա տեսավ։ Տախտակամածի վերջում մի պարզ փայտե կամար կար, զարդարված սպիտակ ծաղիկներով ու տերներով։ Եվ կամարի կողքին սպասում էր բաց գույնի կոստյումով մի մարդ։ Արարողակարգավար։ Անահիտը շրջվեց դեպի Արմենը, աչքերը լայն բացված։ Ինչ է սա։ Արմենը բռնեց նրա 2 ձեռքերը, հայացքը ինտենսիվ անկեղծ։ Անահիտ, երբ քիչ մնաց քեզ կորցնեի, հասկացա, որ ես վատնել եմ այն ուխտերը, որոնք տվել ենք 12 տարի առաջ։ Ես խոստացել էի քեզ սիրել, հարգել, քո կողքին լինել։ Եվ ես խղճուկ կերպով ձախողեցի դա։ Թույլ տվեցի, որ աշխատանքը, հավակնությունները, հպարտությունը քեզնից ավելի կարևոր դառնան։ Ես եղա ամենավատ ամուսինը, որը կարող էի լինել։ Անահիտը զգաց, որ արցունքները սկսում են հոսել։ Արմենը շարունակեց, ձայնը խեղդված։ Բայց դու ինձ մի հնարավորություն տվեցիր, որին արժանի չէի։ Նորից սկսելու, այլ կերպ վարվելու, իսկապես սովորելու, թե ինչ է նշանակում սիրել։
Եվ այս ամիսների ընթացքում ես այնքան բան սովորեցի։ Սովորեցի, որ սերը ոչ միայն զգացմունք է, այլ ամենօրյա ընտրություն։ Ներկա լինելն է, լսելն է, գնահատելն է, մյուս մարդուն առաջնահերթություն դարձնելն է։ Նա բաց թողեց նրա ձեռքերից մեկը գրպանից մի փոքրիկ տուփ հանեց։ Բացեց, բացահայտելով երկու պարզ, բայց էլեգանտ մատանի։ Ես ուզում եմ նորոգել մեր ուղտերը, Անահիտ։ Ոչ թե 12 տարի առաջվա ուղտերի համար, որոնք ես խախտեցի, այլ նոր ուղտերի։ Ուղտերի, որոնց իմաստը հիմա հստակ գիտեմ։ Ուղտերի, որոնք պատրաստ եմ հարգել իմ կյանքի ամեն օր։ Դու համաձայն ես նորից ամուսնանալ ինձ հետ։ Անահիտն արդեն բացահայտ լաց էր լինում։ Չէր կարողանում խոսել, պարզապես գլխով արեց։ Արմենը քաշեց նրան ամուր գրկի մեջ։ Արարողակարգավարը, ջերմակ մազերով բարի ժպիտով մի պարոն, մոտեցավ։ Դե ինչ, սկսենք։ Նրանք կանգնեցին կամարի տակ, ձեռք ձեռքի բռնած, մայրամուտը շուրջ բոլորը ոսկեգույնով ներկելով։ Արարողակարգավարը կարճ իմաստալից արարողություն անցկացրեց, խոսելով երկրորդ հնարավորությունների, փոթորկից հետո ավելի ամուր վերականգնվող սիրո ամուսնությունների մասին, որոնք իսկական են, երբ ընտրում են նորոգվել ամեն օր։ Հետո եկավ ուղտերի պահը։ Արմենն առաջինն էր։ Անահիտ, ես խոստանում եմ այլս երբեք քեզ որպես տրված բան չընդունել։ Խոստանում եմ ներկա լինել, ոչ միայն ֆիզիկապես, այլ զգացմունքային։ Խոստանում եմ լսել, երբ դու խոսես, տեսնել, երբ դու տեսանելի լինելու կարիք ունենաս, աջակցել քո երազանքներին, կարծես դրանք իմը լինեն։ Խոստանում եմ, որ ոչ մի պայմանագիր, ոչ մի հանդիպում, ոչ մի մասնագիտական հավակնություն քեզնից ավելի կարևոր չի լինի։ Խոստանում եմ կառուցել իսկական մենք, որտեղ մենք գործընկերներ ենք ամեն ինչում։ Եվ խոստանում եմ, որ այն օրերին, երբ ես սխալվեմ, որովհետև կսխալվեմ, կունենամ խոնարհություն, ճանաչելու, քաջություն, այլ կերպ վարվելու։ Ես սիրում եմ քեզ, Անահիտ։ Ավելի շատ, քան սիրում էի այն օրը, երբ ամուսնացանք, որովհետև հիմա գիտեմ, թե ինչ է նշանակում իսկապես սիրել։ Անահիտը խորը շունչ քաշեց, փորձելով զսպել հուզմունքը, որպեսզի կարողանա խոսել։ Արմեն, ես խոստանում եմ այլս երբեք չլռել, երբ ինչ-որ բան ինձ ցավեցնի։ Խոստանում եմ հաղորդել իմ կարիքները, սպասելու փոխարեն, որ դու գուշակես։ Խոստանում եմ չանտեսել ինձ հարաբերությունների պատճառով, այլ պահպանել իմ ինքնությունը, երազանքները, անկախությունը։ Խոստանում եմ պայքարել մեզ համար դժվար օրերին, ցավի մեջ փակվելու փոխարեն։ Եվ խոստանում եմ ներել քո սխալները, ինչպես սպասում եմ, որ դու ներես իմը։ Որովհետև ես էլ եմ սխալվել։ Սխալվել եմ, չխոսելով, երբ պետք էր։ Սխալվել եմ, թույլ տալով, որ վիրավորանքն աճի։ Բայց ես սովորեցի։ Մենք սովորեցինք։ Եվ ես ուզում եմ շարունակել սովորել քո կողքին։ Ես սիրում եմ քեզ, Արմեն։ Ոչ թե նրա համար, ինչ դու ինձ տալիս ես, այլ նրա համար, ով դու ընտրեցիր դառնալ։ Արարողակարգավարը ժպտաց։ Ինձ տրված իշխանությամբ, վկայությամբ լճի երկնքի այս սուրբ պահի, ես ձեզ հայտարարում եմ նորոգված ամուսնության մեջ։ Կարող եք համբուրել ձեր կնոջը, կրկին։ Արմենը քաշեց Անահիտին խորը համբույրի մեջ, լի խոստումով ու նոր սկզբով։ Ալիքները խփում էին ժայռերին, արը դիպչում էր հորիզոնին, այնտեղ, դրախտի այդ փոքրիկ կտորում, երկու սրտեր, որոնք կորցրել էին միմյանց, կրկին գտնում էին իրար։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ միաժամանակ լաց էին լինում ծիծաղում։ Արմենը նոր մատանին դրեց նրա մատին։ Անահիտը նրանը դրեց նրա մատին։ Դրանք պարզ էին, առանց ադամանդների կամ շքեղության, բայց անսահման ավելի արժեքավոր, քան սկզբնական ամուսնության ոսկե ադամանդե մատանիները։ Արարողությունից հետո արարողակարգավարը զուսպ հրաժեշտ տվեց։ Անահիտն ու Արմենը մնացին այնտեղ, տախտակամածին գրկախառնված, դիտելով, թե ինչպես է արը լիովին անհետանում հորիզոնում։ Արադարձային գիշերը սկսեց իջնել, աստղերը մեկ առ մեկ հայտնվելով մութ երկնքում։ Շնորհակալություն, շշնջաց Անահիտը, որ չհանձնվեցիր մեզ համար։ Շնորհակալություն քեզ, պատասխանեց Արմենը, որ ինձ սովորեցրիր, թե ինչն է իսկապես կարևոր։ Նրանք վերադարձան քոթեջ, քայլելով լճափով, բոբիկ, ձեռք ձեռքի բռնած։ Հանգստյան տունը անակնկալ էր պատրաստել։ Պատշգամբը զարդարված էր մոմերով ու վարդի թերթիկներով, սառը շամպայն էր սպասում, ռոմանտիկ ընթրիք երկուսի համար։ Դու այս ամենը պլանավորել ես, ասաց Անահիտը հիացած։ Օգնություն ունեի։
Բայց այո, պլանավորել եմ։ Որովհետև դու արժանի ես, որ քեզ տոնեն։ Մեր սերն արժանի է, որ տոնվի։ Նրանք դանդաղ ընթրեցին, վայելելով յուրաքանչյուր ուտեստ, յուրաքանչյուր կում շամպայն, այդ կատարյալ գիշերվա յուրաքանչյուր պահ։ Խոսեցին անցյալի մասին, առանց դառնության, ներկայի մասին, երախտագիտությամբ, ապագայի մասին, հույսով։ Կարծում ես կկարողանանք, հարցրեց Անահիտը ինչ-որ պահի, պահպանել սա, այս կապը, երբ վերադառնանք Երանի առօրյային։ Արմենը վերցրեց նրա ձեռքը սեղանի վրայից։ Դժվար կլինի։ Կյանքը կփորձի մեզ նորից տարբեր ուղղություններով քաշել։ Աշխատանքը կպահանջի, խնդիրները կհայտնվեն, առօրյան կփորձի մեզ կուլ տալ։ Բայց տարբերությունն այն է, որ հիմա մենք գիտենք նշանները։ Գիտենք, երբ ենք հեռանում։ Եվ գիտենք վերադառնալ։ Անահիտը գլխով արեց։ Եվ մենք գործիքներ ունենք։ Թերապիան, հաղորդակցությունը, անկեղծությունը։ Ճիշտ այդպես։ Կատարյալ չի լինի։ Կվիճենք, համաձայն չենք լինի, վատ օրեր կունենանք։ Բայց թույլ չենք տա, որ հեռավորությունը նորից աճի։ Թույլ չենք տա, որ լռությունը հաղթի։ Նրանք Դիլիջանում վերջին 2 օրն անցկացրին, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը։ Պարզ զբոսանքներ արեցին։ Այցելեցին հաղարծին, տեղական արհեստագործական իրեր գնեցին։ Լողացին լճում, ավազե ամրոցներ կառուցեցին երեխաների պես, հիմար սելֆիներ արեցին, որոնք կտեղադրեին սոցիալական ցանցերում։ Վերջին գիշերը, պառկած պատշգամբի ցանցաճոճում, Անահիտն ասաց. Գիտես ինչն է զվարճալի։ Ես տարիներ շարունակ կարծում էի, որ թակարդում եմ դժբախտ ամուսնության մեջ։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես ինքս իմ մեջ էի թակարդված։ Խոսելու, իմ արժանինքները պահանջելու, իսկապես ես լինելու վախի մեջ։ Արմենը նրան ավելի մոտ քաշեց։ Իսկ ես թակարդված էի այն գաղափարի մեջ, որ մասնագիտական հաջողությունն է, որ սահմանում է իմ տղամարդկությունը։ Որ լավ ամուսին լինելը միայն ֆինանսապես ապահովելն է։ Ամենավատ ձով սովորեցի, որ դա սուտ է։ Մենք միասին սովորեցինք, ասաց Անահիտը։ Ցավի, գրեթե կորստի, առճակատման միջոցով։ Բայց սովորեցինք։ Երան վերադարձի թռիչքը կիրակի առավոտյան էր։ Նրանք տուն հասան կեսօրից հետո, հոգնած, բայց երջանիկ։ Վահագնի թաղամասի առանձնատունը, որը նախկինում սառը դամբարանի էր նման, այժմ իսկապես օջախ էր։ Այն կյանք ուներ, սեր ուներ, իմաստ ուներ։ Տիկին Սեդան նրանց դիմավորեց լայն ժպիտով։ Ինչ լավ է ձեզ այսպես երջանիկ վերադարձած տեսնելը։ Տունը կարոտել էր։ Մենք էլ էինք կարոտել, պատասխանեց Անահիտը։ Եվ դա ճիշտ էր։ Առաջին անգամ նա այդ տունը չէր տեսնում որպես բանտ, այլ որպես տարածք, որտեղ կառուցում էր իր կյանքը։ Հաջորդ ամիսները հաստատեցին, որ փոփոխությունն իրական էր տական։ Արմենը պահպանեց իր նոր ժամերը, շուտ էր տուն գալիս, առաջնահերթություն տալով հարաբերություններին։ Անահիտը շարունակեց մասնագիտորեն ծաղկել, ընդունելով ավելի ու ավելի հետաքրքիր նախագծեր, ճանաչում ստանալով շուկայում։ Նրանք մի քանի սուրբ ծեսեր հաստատեցին։ Ամեն օր միասին նախաճաշ, առանց բացառության։ Ընթրիք սեղանի շուրջ, առանց հեռախոսների, խոսելով օրվա մասին։ Կիրակի օրերը պահված էին միասին լինելու համար, առանց աշխատանքային պարտավորությունների։ Եռամսյակային ճամփորդություններ, թեկուզ միայն կարճ հանգստյան օրեր։ Պահպանեցին ամսական թերապիան, որպես պահպանում։ Բժշկուհի Վարդանյանը հպարտությամբ հետում էր նրանց, տեսնելով, թե ինչպես է այն զույգը, որը մտել էր իր սենյակ գրեթե կործանված, այժմ ամուր կապված։ Անահիտն այլս երբեք չտեսավ Դավիթին։ Ընդհանուր ընկերներից իմացավ, որ նա տեղափոխվել է Թբիլիսի, ստանձնելով գործադիր պաշտոն վերականգնվող էներգիայի ընկերությունում։ Ուրախացավ նրա համար։ Առանց վիրավորանքի, առանց կարոտի։ Միայն երախտագիտություն այն դերի համար, որը նա խաղաց իր զարթոնքի մեջ։ Ուխտերի նորոգումից 1 տարի անց Անահիտը հայտնաբերեց, որ հղի է։ Նա նկատեց դա նուրբ ախտանիշներից, անսովոր հոգնածություն, զգայունության բարձրացում, համի փոփոխություն։ Թեստն արեց տանը, 5շաբթի առավոտյան, մենակ լոգարանում, ձեռքերը դողում էին, մինչ սպասում էր արդյունքին։ Երբ 2 գծերը հայտնվեցին, նա նստեց լոգարանի սառը հատակին լաց եղավ։ Դա անմիջական պլաններում չէր։ Նա Արմենը խոսել էին երեխաներ ունենալու մասին, բայց մտածում էին սպասել 1-2 տարի։
Բայց ահա, կյանքն իր որոշումներն էր կայացնում։ Եվ երբ սկզբնական շոկն անցավ, Անահիտը մաքուր ուրախության ալիք զգաց։ 38 տարեկանում նա իրեն պատրաստ էր զգում մայրությանը այնպես, ինչպես չէր լինի նախկինում։ Ուներ ամուր կարիերա, առողջ ամուսնություն, կայուն զգացմունքային հիմք։ Նա պատրաստ էր։ Նա սպասեց ճիշտ պահի, Արմենին պատմելու համար։ Այդ երեկո հատուկ ընթրիք պատրաստեց, մոմեր վառեց, մեղմ երաժշտություն միացրեց։ Երբ նա տուն եկավ, զարմացած ռոմանտիկ մթնոլորտից, առանց ակնհայտ առիթի, նա պարզապես նրան տվեց մի փոքրիկ փաթեթավորված տուփ։ «Ինչ է սա?» հարցրեց նա հետաքրքրված, բացելով փաթեթը։ Ներսում մի փոքրիկ, սպիտակ մանկական բոդի էր, ասեղնագործված տբար, հայրիկ գրությամբ։ Արմենը նայեց բոդիին, հետո Անահիտին, հետո նորից բոդիին։ Նրա աչքերն անմիջապես լցվեցին արցունքներով։ «Դու…» Մենք, հաստատեց Անահիտը, նույնպես լաց լինելով։ Արմենը քաշեց նրան այնքան ամուր գրկի մեջ, որ քիչ մնաց գետնից բարձրացներ։ Ուրախության ճիչ արձակեց, պտտվեց նրա հետ խոհանոցում, միաժամանակ ծիծաղում էր ու լաց լինում։ Երբ վերջապես հանգստացան, նա ծնկի իջավ նրա արջ ձեռքերը նրբորեն դրեց նրա դեռ հարթ փորին։ «Բար, փոքրիկ, հայրիկն է։ Ես խոստանում եմ ներկա լինել քեզ համար առաջին իսկ օրվանից։ Խոստանում եմ չկրկնել այն սխալները, որոնք արել եմ քո մայրիկի հետ։ Դու կունենաս ներկա, ներգրավված, նվիրված հայր։ Ես խոստանում եմ»։ Անահիտը մատներն անցկացրեց նրա մազերի միջով, հուզված հայտարարությունից։ «Մենք այլ կերպ կվարվենք մեր երեխայի հետ, Արմեն։ Մենք ներկա կլինենք սկզբից ետ»։ Եվ եղան։ Արմենն ուղեկցում էր բոլոր նախածննդյան այցելություններին, նշումներ անելով բժշկի ասած յուրաքանչյուր մանրուքի մասին։ Առնվազն 5 գիրք կարդաց հայրության մասին, ընդգծելով հատվածներ, նշումներ անելով։ Ամեն գիշեր խոսում էր Անահիտի փորի հետ, պատմելով օրվա մասին, հիմար երգեր երգելով, մանկական պատմություններ կարդալով։ Երեխայի սենյակը պատրաստեց այնքան սիրով, որքան Անահիտը դրել էր իր ամենակարևոր ճարտարապետական նախագծերում։ Իմացան, որ տղա է լինելու, երբ նա 4 ամսական էր։ Արմենը ուզում էր պարզ բացահայտում անել, միայն երկուսով, տան այգում։ Նրանք կտրեցին մի տորտ, որը տիկին Սեդան պատրաստել էր գունավոր միջուկով, երբ տեսան կապույտը, հուզված գրկախառնվեցին։ «Տղա»։ Արամ, որոշեցին հենց այդ պահին։ Անահիտն աշխատեց մինչ 8-րդ ամիսը, բայց ավելի հանգիստ ռիթմով։ Նա Լուսինեն վերաբաշխեցին նախագծերը, Լուսինեն ստանձնեց ավելի շատ դաշտային աշխատանք, մինչ Անահիտը կենտրոնացավ պլանավորման դիզայնի վրա։ Դա մի պայմանավորվածություն էր, որը հիանալի աշխատեց, Անահիտը շնորհակալ էր այդքան հասկացող գործընկեր ունենալու համար։ Արամը ծնվեց սեպտեմբերյան մի առավոտ, 14 ժամ 10 ծննդաբերությունից հետո։ Արմենը Անահիտի կողքին էր ամեն վայրկյան, բռնած նրա ձեռքը, սրբելով նրա քրտինքը, քաջալերող խոսքեր շշնջալով։ Երբ վերջապես լսեցին երեխայի առաջին ճիչը, առողջ ուժեղ, երկուսն էլ արցունքների մեջ խեղդվեցին։ Երբ նրան դրեցին Անահիտի գրկում, նա նայեց իր կողքի Արմենին, տեսավ, որ արցունքները հոսում են նրա դեմքով։ «Մենք կարողացանք», շշնջաց նա։ «Մենք իսկապես կարողացանք»։ Նորածնի հետ առաջին ամիսները դժվար էին։ Անքուն գիշերներ, տակդիրներ, կերակրումներ, մշտական լաց։ Բայց նրանք միասին դիմակայեցին։ Արմենը գիշերվա կեսին արթնանում էր օգնելու, տակդիրներ էր փոխում, օրորում երեխային։ Նա այն հայրը չէր, որը պատվիրակում է, նա ներկա հայր էր։ Անահիտը 6 ամիս անց վերադարձավ աշխատանքի, բայց կրճատված ռիթմով։ Նա Լուսինեն կարգավորեցին աշխատանքային բեռը, ընդունելով ավելի քիչ միաժամանակյա նախագծեր։ Մայրության կարիերայի միջ հավասարակշռությունը դժվար էր, բայց հնարավոր, երբ իրական աջակցություն կար։ Մի կիրակի կեսօրին, գրեթե 3 տարի անց այն օրվանից, երբ Արմենը հայտնաբերեց հաղորդագրությունները, նրանք այգում էին։ Արամը, այժմ 1.5 տարեկան, վազում էր թիթեռների հետից։ Անահիտն ու Արմենը դիտում էին տախտակամածից, ձեռք ձեռքի բռնած։ «Հիշո՞ւմ ես, թե ինչպես հասանք այստեղ», հարցրեց Անահիտը։ «Հիշում եմ։ Հատակից։ Գրեթե լիակատար կորստից։ Այն պահից, երբ ամեն ինչ կարող էր ավարտվել։ Եվ տես, թե որտեղ ենք հիմա»։ Արմենը շրջվեց նրա կողմը։ «Ես ոչինչ չէի փոխի մեր անցածից։ Ցավոտ էր, դժվար էր, քիչ մնաց ինձ կործաներ։
Բայց դա ինձ դարձրեց այն, ինչ կամ այսօր։ Ինձ սովորեցրեց իսկապես սիրել։ Անահիտը ժպտաց։ Ես էլ չէի փոխի։ Որովհետև այն, ինչը քիչ մնաց մեզ կործաներ, ի վերջո մեզ փրկեց։ Արամը սայթաքեց ընկավ խոտերի վրա։ Նախքան կհասցներ լաց լինել, Արմենը վազեց նրան վերցնելու։ Ամեն ինչ կարգին է, չեմպիոն։ Հայրիկն այստեղ է։ Տղան ծիծաղեց նորից վազեց թիթեռների հետից։ Անահիտը դիտում էր տեսարանը, սիրտը լիքը։ Այն մարդը, ում քիչ մնաց կորցներ, այժմ լավագույն գործընկերն էր, որ կարող էր ունենալ։ Այն ամուսնությունը, որը քիչ մնաց ավարտվեր, այժմ ավելի ամուր էր, քան երբևէ։ Այն կյանքը, որն անապատի էր նման, այժմ առատորեն ծաղկում էր։ Արը սկսում էր մայր մտնել, այգին ներկելով ոսկեգույն երանգներով։ Արամը հորանջեց, ազդարարելով, որ ժամանակն է ներս մտնելու։ Նրանք հավաքեցին խոտերի վրա սփռված խաղալիքները, մտան տուն, որն այժմ իսկապես օջախ էր։ Այդ գիշեր, Արամին քնեցնելուց հետո, Անահիտն ու Արմենը նստեցին հետի պատշգամբում մի բաժակ գինով։ Նրանց միջ լռությունը հարմարավետ էր, լցված մտերմությամբ ու կապով։ Ես սիրում եմ քեզ, ասաց Արմենը հանկարծ։ Ոչ թե որովհետև հեշտ է կամ կատարյալ, այլ որովհետև ես ընտրում եմ քեզ սիրել ամեն օր։ Եվ կշարունակեմ ընտրել վաղը, մյուս օրը, բոլոր հաջորդ օրերը։ Անահիտը գլուխը դրեց նրա ուսին։ Եվ ես ընտրում եմ քեզ։ Միշտ։ Այնտեղ, խաղաղության լիարժեքության այդ պահին, նրանք գիտեին, որ անցել են անապատը հասել օազիսին։ Ոչ առանց սպիների, ոչ առանց հետքերի, բայց ուժեղացած յուրաքանչյուր հաղթած ճակատամարտից։ Նրանց սերն այլս սկզբի միամիտ իդեալականացված գիրքը չէր։ Դա ավելի խորը, ավելի իրական, ավելի հասուն մի բան էր։ Դա այն սերն էր, որն ընտրում է մնալ դժվար օրերին։ Որն աշխատում է կապի համար։ Որը ներում է սխալները։ Որը տոնում է հաղթանակները։ Որը կառուցում է ամեն օր։ Դա այն սերն էր, որը գիտի, որ կատարելություն գոյություն չունի, բայց անկեղծ ջանքն արժե յուրաքանչյուր պահ։ Դա այն սերն էր, որը հասկանում է, որ հարաբերություններն այգիներ են, որոնք պետք է մշտապես ջրվեն։ Դա այն սերն էր, որը սովորեց ամենացավոտ ձով, որ ներկայությունը ամենամեծ նվերն է, որ կարող ենք տալ նրան, ում սիրում ենք։ Եվ այսպես, Անահիտն ու Արմենը շարունակեցին գրել իրենց պատմությունը։ Այլս ոչ թե անուշադրության մենության պատմություն, այլ վերականգնման հույսի։ Մի պատմություն, որն ապացուցում է, որ նույնիսկ ամենավիրավոր հարաբերությունները կարող են բուժվել, երբ կա փոխվելու անկեղծ կամք։ Մի պատմություն, որը ցույց է տալիս, որ իսկական սերը ոչ թե այն է, որը երբեք փոթորիկների չի հանդիպում, այլ այն, որը սովորում է ապրել անձրի տակ։ Քավության երկրորդ հնարավորությունների չհանձնվող սիրո պատմություն։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Արմենի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերականգնման կորուստների նոր սկիզբների, մոխիրներից վերացնված սիրո այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Դուք ձեզ նույնացրի՞ք Անահիտի հետ։ Արմենի հետ։ Երբե նման բան ապրել եք։ Կիսվեք մեզ հետ ձեր փորձով։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հարաբերությունների մարտահրավերները, աճի ցավերը, հաղթահարման գեղեցկությունը։ Բաց մի թողեք հաջորդ դրվագը։ Սպասում ենք ձեզ այստեղ, միշտ մի նոր պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները, գուցե կստիպի ձեզ մտածել ձեր սեփական ճանապարհորդության մասին։ Ջերմ գրկախառնություն մինչ հաջորդ պատմություն։